Երիտասարդ քաղաքագետների ակումբը շարունակում է արտաքին քաղաքականության առցանց ակադեմիայի շրջանակներում հանդիպումների շարքը։ Այսօր մեր մոտ բանախոսությամբ հանդես կգա քաղաքագետ, անվտանգային հարցերով մասնագետ Դավիթ Պետրոսյանը, ով նաև Restart հիմնադրամի համահիմնադիրներից է։ Դավիթ ջան, ողջույն։ Անչափ շնորհակալ եմ հանդիպման հրավերը չմերժելու համար։ Վստահ եմ, որ շատ-շատ հետաքրքիր քննարկում ենք ունենալու։ Սիրով խոսքը փոխանցում եմ քեզ։ Ողջույն Արփի ջան, ես եմ շնորհակալ քննարկումից Ամերիկայից Հայաստան շատ ուրախացա։ Իմ անունը Ժորժ ջան Դավիթ է, հիմա Ամերիկայում եմ սովորում Բուշի կառավարման հանրային ծառայության դպրոցում, միջազգային հարաբերություններ եմ սովորում, բայց կենտրոնացումս դիվանագիտություն, ազգային անվտանգություն, իսկ ավելի կոնկրետ հետախուզություն ու grand strategy հայերեն մի քիչ բարդ է թարգման, sense ռազմավարություն էլի կարելի ասել։ Միջև այդ անվտանգության խորհրդի գրասենյակում եմ աշխատել, Գրիգորյան Արմենի օգնականն եմ եղել, միջև այդ Restart-ում եմ աշխատել, Արցախում ծառայել եմ մոտ մի 10 տարի առաջ արդեն, ու ես էլ իրականում քանի տարեկան էի դպրոցական էի, որ մենք էլ ակումբ ունենք, կոչվում է երիտասարդ Պատանի քաղաքագետներ, քաղաքագետների ակումբ։ պատանի, հա, Հա, պատանի, 2008 թվականին։ հա, հա, 2008-ին սկսվեց, հա, սկսվեց տենց բանակի ժամանակ կար, ուզում հետաքրքիր փորձառություն է, գազքո շատ լավ բան եք անում, շատ ճիշտ եք անում, կարող է ճիշտ մեթոդաբանություն ընտրեք աշխատելու համար։ Այսօր ես կփորձեմ ինչ-որ տարբեր մտքեր գաղափարներ ձեզ կիսվեմ։ Հաճելի է իմանալ, որ այսքան երիտասարդներ Հայաստանում հետաքրքրված են միջազգային հարաբերություններով, արտաքին հարաբերությունով, քաղաքականությամբ, ապագա իրավաբաններ ունենք, ռազմագիտություն նաև նշվեց, հանրային կառավարում, այսինքն տարբեր ուղղություններ, բայց հիմնականում արտաքին քաղաքականություն։ Ես մի կարճ, շատ երկար չէ, մի քանի բան կասեմ, հետո դուք կարող հարցեր տաք, այդ հատկապես այդ ՈՒԽ-ի գիտական ընկերություն բան, շատ ուրախ կլինեմ պատասխանել։ Ես ինչի մասին կուզենամ խոսեմ, Ժորժ ջան, իրականում այս մասնագիտությունը, որ դուք ընտրել եք, շատ մեծ կարևորություն ունի։ Մինչև 2010, մինչև 20, 21, 22 թվական այդ գիտակցումը այդքան էլ ուժեղ չէր, բայց պատերազմի ժամանակվա կորուստները, դրան հաջորդող կորուստները ցույց տվեցին, որ մենք թույլ ենք համեմատաբար մեր հիմնական հակառակորդի ոչ միայն ռազմի դաշտում, այլ նաև նույն դիվանագիտության առումով, ռազմագիտական, արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության նաև ու ընդհանուր հանրային ծառայության պետական աշխատանքի կազմակերպում մեր պետական ապարատը կոլապսի էր ենթարկվել ու իրականում միջև կարանք ասենք, որ միջև 2022 թվականի հոկտեմբերը մինչև Հայաստանում տեղակայվեցին Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանի ես այդ ժամանակ աշխատում էի, մեր պետական կառավարման համակարգը աշխատում էր այսպես ճգնաժամային պայմաններում, բանակի տերմինով ասած համար 1, այսինքն ոչ թե մենք կառավարում ենք իրականացնում, այլ այսպես ճգնաժամի կառավարում, ռիսկերի կառավարում, իսկ դա այն պատճառով էր, որովհետև մեր պետական համակարգը պատրաստ չէր այն մարտահրավերներին, որ մենք ունենք։ Ու հիմա ձեր մոտ ունակ հարց պիտի առաջանա, ես ինչ նկատում ասում պետական համակարգը պատրաստ չէր, չէ՞։ Այդ նախ եւ առաջ մենք ենք, մարդիկ, ովքեր որ աշխատում են պետական համակարգում, ինչ ունակություններ, ինչ հնարավորություններ մենք ունենք, մեր հմտությունները ինչ մակարդակի վրա են։ Իսկ մեր հմտությունները դες ասեմ, որ բարձր մակարդակի վրա չեն, որովհետև այն կրթությունը, որ մենք ցավոք Հայաստանում ստանանք, բավարար չի, ընդհանրապես բավարար չի, Ժորժ, ընդհանրապես։ Ես հատուկ եկա ԱՄՆ սովորելու, որ այն ինչ որ կարծում էի, իմ փորձով համոզվեմ։ Ու համոզվել եմ, որ մենք շատ հերո ենք
հիմնական երկու բան, առաջինը մեր տեղեկատվական գիտելիքային բազան շատ թույլ է, երկրորդ մեր հմտություններն են թույլ։ Հմտությունների մեջ օրինակ մտնում է կարճ գրել, արագ գրել, վերլուծել, հետազոտել, ինչ-որ ինֆորմացիայի մասին արագ տեղեկատվություն գտնել, երկար-բարակ չխոսալ, երկար-բարակ չգրել, մի էջով ինֆորմացիա տալ, Excel ունենալ, այդ քանակական մեթոդներ օգտագործել հետազոտություն անելու համար։ Իսկ գիտելիքային առումով ես հիմա էլ տեսնում եմ, մեր մոտ շատ քաղաքագետներ խոսում են, բան, այդ շատ լավ է, որ մեր մոտ ակտիվանում է, բայց մեր մոտ այդ դիվանագիտակ միջազգային հարաբերությունների բազան լավ զարգացած չի, այսինքն սկզբից մինչև վերլուծաբան դառնալը մենք պետք է տեսությունները սովորենք, հետո փորձ ուսումնասիրենք, այդ տեսությունները թեստ անենք, ու վերջում կխոսենք։ Հիմա ինչ է ուզում ասեի, սրա հետ կապված։ Ուրեմն այդ 22 թվականին այդ ԵՄ դիտորդները որ եկան, մենք ագին հանգստացանք, որտեղ եթե նայեք զինադադարի խախտման դեպքեր ահագին նվազեցին։ Լեռնային Ղարաբաղի հարցը այլ համատեքստում պիտի դիտարկենք, ես կոնկրետ Հայաստանի Հանրապետության հետ, որ հիմա ասում միջազգային ընդունված սահմանների այդ տարածքի մասին եմ խոսում։ Ինչի, բայց այդպես եղավ, Ժորժ ջան, ինչի տենց եղավ, այդ հարցի պատասխանը հիմա իրական շատ չեն ուզում տան, հիմնական նախկին ներկա գցում են այդ խոսակցությունների մեջ, բայց վերլուծական ճիշտ չի վերլուծվում, գնահատական չի տրվում։ Իսկ հիմնականում ո՞րն է գնահատականը, որպես պետություն մենք խորհրդային միության անկախացումից հետո, այնտեղ դե պատերազմ 94-ից հետո մենք պետքա կառուցենք պետական ինստիտուտներ, բանակ, արտաքին հարաբերությունների բոլոր այդ ինստիտուտները, ԱԾ, ՊՆ եւ այլն եւ այլն։ Դրա փոխարեն, բայց մեր մոտ ավելի շատ այդ տվյալ անում էին այսպես ասած պրոգրամա մինիմում էլի այնքան որ հանդիպումներ անում էին, խոսում էին, շփվում են, բայց չէին հասկանում արդյոք այն խնդիրները, որ մենք ունենք, այն կարողությունները, որ մենք ունենք, դրանք իրար համապատասխանում են։ Հիմա առաջինը տնտեսությունն է։ Պետք է ունենաս տնտեսություն, որ այդ տնտեսությունը փող ստեղծի, դու այդ փողով բանակ ստեղծես, քո անվտանգությունը պահես։ Մեծ է դուք նայեք, իսկ ոնց պիտի չափենք մենք մեր արդյունավետությունը։ Միած կարակ ունեք այս հարցին պատասխանեք։ Հիմա օրինակ դուք եք 1997 թվականին Հայաստանի Հանրապետության օրինակ վարչապետն եք։ Ուզում եք հասկանաք, լավ եք աշխատում, թե չէ։ Ոնց կչափեք ձեր արդյունավետությունը։ Ովքեր պատասխան ունեն, թող ձեռք բարձրացնեն, հասկանանք։ Ձեռք բարձրացնող չկա, ես կփորձեմ պատասխանել։ Դե ինչ որ ստուգումներ անընդհատ կանենք, փորձենք թեստ անել, հասկանալ որևէ իրավիճակի դեպքում ինչպես է բանակը արձագանքում։ Այդ առաջին արձագանքը ինչպիսին է։ Ինքը ասենց խոճապային է, ինքը համակարգային է, ինքը միանձից կախված որոշումներով է լինում, թե ինքը խորհրդակցական ինչ-որ բան է իրենից ենթադրելու, այսինքն ինչ-որ թեստավորների միջոցով։ Արսեն ջան։ Ու զինված ուժերի պահով, ինչքան էլ փորձարկում ստուգումներ անենք խաղաղ պայմաններում, հենց զինված ուժերի արդյունավետությունը երևում է կոպիտ ասած հենց ռազմական գործողությունների ժամանակ։ Լավ բաներ եք ասում, համաձայն եմ, ուրիշ մտքեր ունենք։ Ահա, Կարեն ջան։ Դե իմ կարծիքով ցանկացած համակարգում, ցանկացած ինստիտուտում, որ մենք պետքա լինեինք ղեկավար, իմ կարծիքով ճիշտ է հենց այդ ինստիտուտի աշխատանքով փորձենք չափել այդ արդյունավետությունը, այսինքն եթե մենք տեսնում ենք, որ օրինակ մեր զինված ուժերը անցնում են տարիներ, բայց մեկա նորարարություններ մենք այդպես է տեղի չի ունենում ու չենք բերում։ Եթե տեսնում ենք, որ համեմատական առումով մեր զինված ուժերը որոշ բաներում զիջում է ու մենք չենք փորձում աշխատել դրա ուղղությամբ, հիմա ինչքան էլ պատմությունը ցույց տալի, որ դրանք հայկական բանակը ուժեղա, ամեն դեպքում պետք է դրանց վրա աշխատել ու հիմնական այս պատասխանն է, որ ցանկացած համակարգ պետք է չափել այդ համակարգի մշտական զարգացումով ու աշխատանքով։ Մերսի Կանջան։
Համաձայն եմ բոլորի մտքերի հետ։ Հիմա ես իմ կարծիքը հայտնեմ, իմ կարծիքով ոնց ես կանեի օրինակ։ Օրինակ ես փաստորեն 97-ին ես գտնում պատերազմի մեջ, չէ՞, իմ հակակողմն էլ Ադրբեջանն է։ Այդ ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի կապը տենց լրիվ տենց այնպես չէր ոնց որ հիմա, այսինքն որ չեմ հաշվել որ Ադրբեջանը կռվեմ, հետևից էլ Թուրքիայի հետ էի կռվեմ։ Իմ խնդիրը Ադրբեջանն է հիմնականում։ Այսինքն ես ինձ պիտի համեմատեմ իր հետ։ Իմ տնտեսությունը այս մակարդակի վրա է, իրան օրինակ ստեղ է, օքեյ, ես լավ եմ։ Ըստ կանխատեսումների կարող է տոտալ ինքստել ես հասցնում եմ գամ ստեղ։ Այս մի գիծ է, ունդեղ էկոնոմիկայի նախարարին ասում է, օրինակ եղբայր, հետ ենք մենք մնում, չափում եմ ես Ադրբեջանի հետ, մենք հետ ենք։ Հետո գալիս ես ՊՆ-ի կարողություններն ես ստուգում։ Օրինակ ՊՆ նախարարին ասում ես, պարոն Հովհաննիսյան, ըստ մեր տեղեկությունների մի ամսից Ադրբեջանը կարող է մեր վրա հարձակվի։ Այդտեղ երկու հարց է պետք տալ պարոն Հովհաննիսյանին։ Ինչ հետախուզական մենք տվյալներ ունենք Ադրբեջանի ռազմական կարողությունների մասին, ինչքան ազնագազմ ունի, ինչ հրետանի ունի, բոլոր տվյալները, ինչ հարձակում կանի Ադրբեջանը մեր վրա, ինչ ձևի հարձակում կանի, օրինակ։ Կատյա ջան, ես ավարտեմ, ասես, հա դու, ու այս հարցերն եմ տալի։ Ըստից արդեն մոտ պատկերացում օրինակ ձևավորում, օրինակ չգիտեմ, պայմանական X քանակով եկա մեր տնտեսություն թույլ է, բանակս այսքանով թույլ է, բայց ես ոնց պիտի անեմ։ Ու եթե ռացիոնալ մտածվեր, պարզ կհասկացա, որ մեր վիճակը վատ է։ Հիմա դեռ ինչ է տեղի ունեցել, բայց այսինքն դոդան այս մեր ուժը շատ հստակ չափելի է։ Այդտեղ ուրիշ խոսակցություններ չկա։ Այդտեղ կան թվեր, ու այդ թվեր համեմատվում է, այս միշտ հիշեք, պետք է համեմատել։ Համեմատել է պետք։ Մենք ինչ որ մեկի հետ համեմատության մեջ ենք։ Օրինակ հիմա որ ասում են, չէ, ԱՄՆ-ն Չինաստանը մրցակցության մեջ են, կամ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն ԽՍՀՄ մրցակցության մեջ են եղել, կամ ՆԱՏՕ-ն ու ՀԱՊԱՆ-ը, Վարշավայի պակտը։ ԱՄՆ-ն իրան չի համեմատել օրինակ Եգիպտոսի հետ։ Հիմա կամ ԱՄՆ-ն իրան չի համեմատում Գերմանիայի հետ։ ԱՄՆ-ն իրան համեմատում Չինաստանի հետ ու այդ Չինաստանի հաշտակիցների։ Այսինքն եթե բոլորին գումարի Հյուսիսային Կորեա, Պարսկաստան, Ռուսաստան, այս քարյացն է։ Հիմա մեր մոտ այս process-ը, գիտեմ, արվել է թե չի արվել, բայց փորձը ցույց տվեց, եթե արվել է լավ, մենք չի արվել։ Բայց մեր մոտ ինչ են արել։ Որն է եղել մեր գլխավոր խնդիրը։ Բեն օքեյ։ Դա բանակով թույլ ենք, տնտեսությամբ թույլ ենք, այս կոչումը ներքին բալանսավորում։ Այսինքն երբ որ դու քո կարողությունները հակառակորդի հետ բալանսավորում ես։ Հիմա եթե մենք մեր բանակ ուժեղացնում ենք, տնտեսական ուժեղացնում ենք, այդ մեր ներքին բալանսավորումն է։ Հենց այս բալանսը խախտվում է, պատերազմի հավանականությունը մեծանում է։ Որտեղ հակառակորդը մտածում է, թե ինքը հարձակվի, ինքը կրա հաղթի։ Իսկ այս բանաձևը իր մոտ սենց է, որ ռազմական ծախսը, այն գինը, որ ինքը վճարում է, այսինքն զոհեր, տեխնիկայի կորուս եւ այլն, պետք է ավելի քիչ լինի, քան այն քաղաքական նպատակին, որ ինքը պետք է հասնի։ Օրինակ ինքը ասում է, ես 1000 հոգի կզոհեմ, 1000 տանկ կկորցնեմ, 300 ինքնաթիռ, բայց օրինակ ես 7 շրջանը հետ կբերեմ, ձեռա տալի, հա ձեռա տալի։ Բայց ունեք եթե ինքը ասի, թե 10000 մարդ է զոհվում, 5000 տանկի ես դա չունեմ, ուրեմն հիմա ժամանակը չի, հետևաբար չեմ հարձակվելու։ Հետևաբար մենք լավ ենք աշխատ։ Հիմա մեր մոտ այս process-ը չի արվել։ Այս չափումները չեն արվել։ Մեր մոտ երկու բան կար, անգլեն ֆոլոսի, հայերենով Քաղաքականություն։ չէ, բան, երկու ոնց որ սուտ միֆ, երկու խապկանք, մեկը այն էր, որ մենք ուժեղ բանակ ենք, հայ զինվորը ուժեղ է, այս կատաստրոֆա ջոջան, ով որ ձեզ տես բան ասի, այդ մարդուն շատ թերավատորեն ընդհանրապես մոտեցեք։ Այո, հայտարեն կամ հայ աղջիկը բան, փասիվով, քաջ մարդիկ են։ Մենք որպես ոնց ասեմ, անձնապես բոլորս, չէ՞, մեր ընտանիքից դուրս են գալի որպես այսպես փասիվով մարդիկ։ Հետևաբար հայ, եթե մենք տենք վտանգ կա, չգնանք կռվենք, բայց վաղուց
պատերազմը մեր քաջությունով չի գծվում եւ ավարտվում։ Այսինքն երբ որ անօթաչո թողսարկը գալիս է, հայտարու կամ հայ աղջիկա քաջությունը դա դեր չի խաղում, ինքը տեխնիկա է, ինքը հարվածում է։ Եթե մենք հակավ միջոց չունենք, մենք կլվելու ենք։ Մի շուտ է էսել, որ հայոց բանակը հայտարեն բան, այդ խայտարակությունն է եղել ընդհանրապես, դա ասենք կարող։ Հիմա երկրորդն է, որ Ռուսաստանը կդա կօգնի։ Այսինքն այն հացը, որ մենք ունեցել ենք, օրինակ մեզ այսքան է պետք, որտեղ Ադրբեջանը այսքան է, մենք այսքան ունենք, այ այսքանը Ռուսը կդա կլցի։ Ու փոշ չեն արել։ Ուտե արդեն ինչ ա եղել, որ համալսարանում լավ կրթություն չեն տվել, որտեղ կարիք չի եղել լավ մասնագետների, այդ վատ մասնագետները գնացել են վատ աշխատանք են տարել, մեր դաշնակիցների չենք շատացրել, մեր բանակը չենք կարգի բերել, հին մուտացված առաջ, ես մեկ-մեկ մտնում Գերմանիայի առաջի համաշխարհային բանակը մեր բանակից որոշ բանով ավելի լավն է եղել, խրամատները հաստատ։ Այսինքն հիմնական իմ միտքը Ժորժ ջան, ձեզ էսա, որտեղ հիմա նույն խնդիրը մենք ունենք, Հայաստանի Հանրապետության այս վերջին բյուջեով մեր ռազմական ծախսերը նվազեց, ասենք, բայց բացատրություն չունեմ ինչի։ Այսինքն միշտ համեմատության մեջ նայեք ու միշտ շատ կոնկրետ նայեք։ Այս առաջին ու հա, ու քանի որ այդ չարվեց Ժորժ ջան, հիմա մյուսն է կարևոր բանը, որ մեկ մոռանում ենք։ Ես օրինակը սենց եմ սիրում բերեմ։ Օրինակ հիմա եթե մի վաղը մենք միջանկել քննության ենք, չէ՞։ Մենք մի 15 օր առաջ, ասենք, կան սկսենք տարբեր բան, հիմա այստեղ միշտ օրինակ Հայաստանում 2-3 օր առաջ պատրաստում ենք հերիք էր, հաշվենք 2-3 օր առաջ։ Հիմա եթե չենք աշխատում, գնում կտրվում ենք, չէ՞, կամ ցածր ենք, չէ՞ ստանում։ Հիմա նույնն է պետությունն է։ Այդ 25 տարի, 20-25 կամ 30, որ մենք լավ չենք աշխատում, մենք չէ, իշխանությունը, մենք փոքր ենք վերջանում։ Այդ աշխատանքը հենց այնպես չի անցնում, հասկանում եք։ Հիմա մենք հա մեր անձնական կյանքում կանք շփված խաղներ քույտանք բան, մեր ծնողը մեզ կօգնի, չգիտեմ, մեր ընկերը կօգնի, պետության դեպքում նման բան չկա։ Պետք է վաղ-ուշ գալիս է այսպես պատասխան տալու ժամանակը։ Ու այդ 30 տարվա չարթի համար պատասխան տվեցին 95-ից 2005 հիմնականում այդ տարիքի մարդիկ։ Այսինքն հիմա եթե էլի մենք ինչ-որ բան լավ չենք անում, վաղ թե ուշ մենք պիտի այսպես ասած պատասխան տանք, որովհետև ունենք նպատակներ, խնդիրներ, եթե մեր կարողությունները չեն համապատասխանում, մենք զիջելու ենք։ Այս բանալը շատ պարզ է, էլի։ Այս մի մասը, այս ըմկալսկոս կարևոր էր, կանք արդեն գնանք ձեր հարցերի հիման վրա։ Շատ լավ, Կատյա ջան, հիշում եմ ձեզ։ Ճիշտ ասած, ես իմ հարցադրման պատասխանները գտա ձեր պատասխանից, պարոն Պետրոսյան, բայց ձեր հարցադրման մեջ կար միայն այն կետը, որ պետությունը ինչ քայլեր է արել այդ ժամանակ, բայց եթե մենք տնտեսությունը հիմնական ցուցանիշը, որ մենք չափում ենք, դա ՀՆԱ-ն է, իսկ այդ ժամանակ Ադրբեջանի տնտեսական բումը բնականաբար նավթի այդ վառելիքային միջոցներով տեղի ունեցավ։ Հայաստանը ինչքան էլ աներ հետազոտությունները, չէր կարող թե ռեակտիվ, թե պրոակտիվ հետազոտություններով էլ հնարավոր չէր լինի բարելավել տնտեսական վիճակը, փոխարենը ինչ-որ պլանային համակարգեր էին ձևավորվում այդ բացերը փակելու համար։ Եթե մենք մեր տնտեսական կախվածությունը որևէ գերտերությունից է, որի մասն են կազմել մենք նախկինում, այդ դեպքում տնտեսությունը ոնց կարող էինք զարգացնել, ինչ հետազոտություն էլ լիներ, չեն կարողանալու այդ տնտեսական կախվածությունները վերացնել, որովհետև նավթը հսկայական դեր է խաղում ու OPEC-ի մաս կազմելով Ադրբեջանը հաստատ Հայաստանին գերազանցում էր միանշանակ։ Ես պատասխանում ես հարցին։ Ես մերսի Կատյա ջան համաձայն եմ, Ադրբեջանի նավթը իրան շատ լուրջ առավելություն է տվել, բայց Հայաստանը ահագին չօգտագործված տնտեսական պոտենցիալ ունի, շատ, այդ կլինի չօգտագործող գյուղատնտեսական տարածքներ, այդ կլինի սխալ աշխատող հանքեր, այդ կլինի փոքր միջին ձեռնարկություններին չաջակցելը, կողմպացվածություն հատկապես այն ժամանակ,
մենք տնտեսական ներուժ ունենք։ Ու ըստ խնդիրը նրանում չի, որ մենք Ադրբեջանի շատ տնտեսապես ավելի ուժեղ լինենք։ Ես ավելի տնտեսական դաշնիկ եմ, բայց ես խորհուրդ կտամ, որ մենք խուսափենք այն մտայնությունից, որ մենք ինչ էլ անենք չենք կարա։ Ես դրա հետ համաձայն ընդհանրապես չեմ։ Հակառակը ես ավելին ասեմ, հունքային երկրները, որոնք հիմնված են հունքային արտահանման վրա, այդ հիդրոկարբոնների հատկապես, իրանք ավելի թույլ են տնտեսապես ելնում։ Դեռ իրանք ուղղակի վաճառում են, իրանք մոտ ստեղծագործական միտք, նոր բաներ արտադրելու բան չեն արվում, որ նայեք Ռուսաստանին համեմատեք օրինակ եվրոպական երկրների հետ։ Այդ ոնց է ստացվում, որ եվրոպական երկրների ավելի մեծ տնտեսական ներուժ են, քան Ռուսաստանը։ Չնայած Ռուսաստանը այդքան նավթ ու գազ ունի։ Այդ կառավարման ձևից է գալի, հաստատ հնարավորություն եղել է։ Այդ հիմա որ մի քիչ փոփոխություններ են ուզում անեն, մենք տնտեսական աճով, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի տարեկան ցուցանիշով նույնիսկ անցնում ենք։ Ես համաձայն չեմ դրա հետ ու ձեզ խորհուրդ կտամ երբեք չմտածել, որ ինչ-որ բան անհնար է անել։ Ցանկություն է պետք, արդյունավետ աշխատանք է պետք։ Հայաստանը Ադրբեջան նավթ ունի, Հայաստանը լիքը պղենձամոլիբդենային պաշարներ ունի։ Ոնց է օգտագործվել այդ պղենձամոլիբդենային պաշարները։ Արտյան դաշտը ոնց է օգտագործվում։ Չի օգտագործվել։ Իսկ հնարավորություն եղել է։ Իսկ կախվածությունների մասով, կախվածությունների մեջ մենք ենք մեզ գցել Ռուսաստանի հետ կապված։ Ու այդ սխալներից մեկն է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության, որ աշխատել է միայն Ռուսաստանի վրա։ Այսինքն ավելի բարձրակարգ որակյալ ապրանք խուսափել ենք ստեղծենք, որտեղ Ռուսաստանի շուկան ավելի հեշտ է։ Ու եկե հասնենք մի հատ վիճակի, որ մեր ապրանքը Ռուսաստան է մենակ գնում։ Օրինակ սպայկայի նման կազմակերպությունների շնորհիվ։ Բայց եթե ճիշտ քաղաքականություն արվել, օրինակ ոնց որ Վրաստանում են արել։ Մեր դեպքում մենք հնարավորություն կունենանք։ Այսինքն, իսկ Ադրբեջանի նավթ ու գազը ես ասեմ, որ իրանց շատ օգուտներ ա տվել, բայց շատ աղոմներով էլ իրանց թևերը, իրանք ուրիշ վկաններ չեն զարգացել, մենակ դրա վրա են կենտրոնացել։ Ու ես ասում, եթե նայեք, լիքը երկրներ կան, որ հարևանը նավթ գազ ունի, ավելի քիչ հնար ունի, քան այն մյուսը։ Ռուսաստան դա լավ օրինակն է։ Ռուսաստանը իր միջին մեկ շնչին հասնող հնարով Լեհաստանի կամ քիչա կամ նույն մակարդակի է, բայց Լեհաստանը չունի այն նավթ ու գազը, որ ունի Ռուսաստանը։ Շնորհակալություն շատ, համեստ։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն պարոն Պետրոսյան մեզ նոր հնարավորություն զարնելու համար եւ ձեր ժամանակից տրամադրելու մեզ։ Այնքան հետաքրքիր խոսք մեր բերեցիք, որ ասիկ եթե այժմ դասեր չքաղենք այսպես ասած մեր սխալներից, ապա միևնույն է վերջի վերջում մեր պատասխանը տալու ենք ապագայում։ Եվ շատ պարզագույն օրինակը մեջ բերեմ 2016 թվականին տեղի ունեցավ պատերազմ, 2020 թվական պատերազմ եւ կրկին ինչ ոչ արդեն 23-24 թվականներին էլ ինչպես նաեւ 22 թվականին արդեն արցախցիների ներգաղթ դեպի Հայաստան եւ այս ամեն ինչը ինչ ոչ նաեւ քաոսի նմանվում եւ որոշ օրինակ եթե խոսենք 1-2 տարի առաջ, ապա կմտածեինք, որ եւս մեկ անգամ կանգնացենք պատերազմի շեմին, բայց այժմ տեսնում ենք, որ հակապատկերն է ստեղծվել, այսինքն ստեղծվել է խաղաղության նախաստորագրված պայմանագիր եւ փորձում ենք բարելավել ադրբեջանահայկական հակամարտությունները եւ ճիշտ ասած կցանկանայի հենց հարցս ուղղել այս թեմայի շուրջ։ Նախ օգոստոսի 8-ին, ինչպես գիտենք, Հայաստան եւ ԱՄՆ-ի միջև ստորագրվեց նոր հուշագիր, որը միտված է ամրապնդել համագործակցությունները տարբեր ոլորտում։ Ասես հենց սրա շուրջ ձևակերպեմ։ Կներեք։ Նախ դուք տվյալ ոլորտում լինելով, ինչ ռիսկեր եւ ինչ հնարավորություններ է ստեղծում այս նախաստորագրված փաստաթուղթը Հայաստանի համար եւ ձեր կարծիքով ինչպիսի երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ օգոստոսի 8-ին ստորագրված հուշագիրը Հայաստանի տնտեսական, անվտանգային, ինչպես նաեւ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտում։ Շատ շնորհակալություն։ Դավիթ ջան, ձայնը։ Մերսի Ամիջան,
լավ օրինակներ բերեցի, օրինակ 16 թվական Ադրբեջանը արդեն օգտագործում էր անօդաչու թռչող սարքերը, բայց մենք օրինակ հետևություններ չենք արել։ Ու 20 թվականին չունենք այդ հակամի, բայց 4 տարին բավական էր, որ մենք կարողանանք այդ ունենայինք։ Օգոստոսի 8-ի պայմանագիրը շատ լուրջ պայմանագիր է, առնվազն 3 տարով պատերազմի ռիսկը նվազել է, այս մեզ հնարավորություն է տալիս շունչ քաշելու, զարգացնելու տնտեսությունը, բանակը, հայ-ամերիկյան, այսինքն Ադրբեջանի հետ մենք այդ ունենք։ Այս բանը Ադրբեջանի հետ ուրիշ հաջողություն ես չեմ տեսնում։ Առաջին կարևոր բանն է, որ մենք խաղաղություն այս բանը չունենք, մենք ունենք խաղաղության հասնելու հնարավորություն, այսինքն իշխանության են քարոզը, որ խաղաղությունը արդեն հիմա եկել է, բան ես դրա հետ համաձայն չեմ, այդ ուղղակի կողքով նախընտրական ավելի շատ քաոզարշավի նարատիվ է, որտեղ նախ խաղաղության պայմանագիրը ավարտական չի ստորագրվել, երկրորդ չհամաձայնված լուրջ հարցեր կան, ու այնպես չի, որ այդ հարցերը չեն կարող կոնֆլիկտի հիմք լինեն, կարան լինեն։ Պայմանագիրը ինքը շատ լավն է, պոտենցիալ ունի ու 3 տարի մինչև նախագահ Տրամփն է նախագահ, պատերազմի հանրություն սա քիչ է, բայց 3 տարի հետո մենք չգիտենք ինչ կլինի, ոչ մի երաշխիք մենք չենք կարող ունենալ, որտեվ այս մենակ հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի ամբողջ աշխարհն է գտնվում տրանսֆորմացիաների մեջ, այսպես ասած միաբևեռ աշխարհակարգից, միաբևեռ նշանակում որ ամերիկան դոմինանտ էր, մեկ բևեռ ունենք, հիմա անցնում ենք ավելի բազմաբևեռի, կան տարբեր բևեռներ, իսկ տարբեր բևեռների դեպքում հակամարտությունների ռիսկը մեծանում է։ Հիմա Հայաստանի պարագայում օգոստոսի 8-ը լավ թուղթ է, բայց ինքը ավարտական փաստաթուղթ չի։ Հայ-ամերիկյան մասով լիքը պայմանավորվածություններ կան, բայց միջև այդ պայմանավորվածությունները գործի չտրվեն, չսկսեն, վաղ է մտածել, որ մենք արդեն ինչ-որ մեկ կետի հասնենք։ Հիմա այստեղ խնդիրը հետևյալն է, որ օրինակը սենց բերեմ, կարող մենք համասան ընդունվենք, բայց դա չի նշանակում, որ մենք ավարտել ենք, չէ՞։ Համասան ընդունելը այդ մի հնարավորություն է սովորելու։ Հիմա այս պայմանագիրը մեզ հնարավորություն է լավ ուղղություններով աշխատենք, լավ կլինի։ Եթե չաշխատենք, օրինակ ասենք всё հարցում եկա կարող հանգստանանք, օրինակ ռազմական բյուջեն նվազեցնենք, այդ ուղղակով լավ տեղ չի տանում։ Այսինքն պոտենցիալ կա, մեզնից է կախված ոնց օգտագործենք։ Շնորհակալ։ Հա, գնահատեք մի բանը մեջ բերեմ չէ։ Այստեղ երբ որ օրինակը բերեցի 2016, 20 եւ արդեն որ նաեւ նշեցի որ մի քանի տարի նույնպես պատերազմի առաջին կանգնած, այստեղ իմ հիմնական մեսեջը այն է, որ ոչ թե պետքա կոպիտ ասած ձեռքերը ծալել նստել, այսինքն յուրաքանչյուրս էլ խաղաղության գործիք կարող ծառայել, այսինքն միայն կառավարության վրա հույս թողնելը եւ ոչ մի բան չանելը, դա այսպես ասած ոչ ակտիվ քաղաքացու ձիգ կլինի, այսինքն պետքա անցյալից դասեր քաղենք ու օգտագործենք դա հանուն մեր ապագայի, հանուն խաղաղության համար։ Իսկ նա յուրաքանչյուրս խաղաղության կերտողներ ենք եւ պետք է ամեն գնով հասնենք դրան յուրաքանչյուրս քայլելով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, Կարեն։ Ուրեմն իմ հարցը ընդհանուր քիչ տարբեր մասերի է վերաբերում, քիչ շատ բովանդակային հարց է, ես ուզում եմ հարցնել ըստ ձեզ մեր երբևէ անկախ հանրապետության երբևէ իշխանությունների մեջ եղել է այն մոտիվացիան կոպիտ ասած Հայաստանը զարգացման ուղով չտանելու, որովհետև ես շատ եմ բախվում այս խնդիրներին, լավ, մենք ասում ենք Ադրբեջանն ունի այսքան նավթ, այսքան գազ, այսքան տնտեսություն, իսկ մենք ինչ ենք կարողանում ստեղծել, կամ մենք ասում ենք Ռուսաստանը մեզ դավաճանեց, բայց կոպիտ ասած Ռուսաստանը մեզ պարտավոր փրկել է իրավիճակից, եթե մենք իրան այտենց չենք կարացել ոչ մի ոչ լավ արդյունք տամ, կամ ընդհանուր ինչ ենք մենք թույլ տալիս, որ կրթությունը այսքան վատանա մեր մոտ, ինչ ենք թույլ տալիս, որ հանցավոր ենթամշակույթը այսքան զարգանա, ու այնքան այսպես հարցեր կա, որ իմ կարծիքով շատ պարզ են ու շատ տրամաբանական են, որ մենք դե թույլ չտայինք։ Իմ հիմնական հարցն է էսա վերաբերում, արդյոք ըստ ձեզ մեր իշխանությունները ունեն այն մոտիվացիան, ունեն այն ցանկությունը, որ Հայաստանի Հանրապետությունը չեն տանում զարգացման ճանապարհով։
Հա, կարելի է ճիշտ հասկացա, դու հարցնում ես արդյոք մենք ունեցել ենք իշխանություն կամ ունենք, որ հատուկ չի զարգացնում Հայաստանը։ Դե ոչ միայն հատուկ չի զարգացնում, այլ օրինակ կան դեպքեր, որ ոնց որ չուզենա դրա մեջ մտնի, որ չուզենա աշխատի դրա ուղղությամբ, չտրամաբանի, որ այդ ուղղությունը կարող է մեզ տանի զարգացման ու այդպես։ Հա, ըմ, հասկանում ես հարցը ոնց առաջացել, երբ որ նայում ենք ինչքան թերություններ ունենք, կասկած առաջանում, որ մտադրված չեն արել, թե չեն կարողացել։ Իմ կարծիքով հիմնականում չեն կարողացել, բոլոր իշխանությունները իմ կարծիքով ցանկություն ունեցել են լավ աշխատելու, բայց քաղաքականությունը ցանկությունների մասին չի։ Քաղաքականությունը կարողությունների մասին է։ Հիմա մեր մոտ պետական կառավարումը անարդյունավետ է եղել։ Հաճախ քայլեր են արվել, ես վստահ եմ, որ տվյալ իշխանության մտքով ճիշտ, բայց պետության համար շատ ծանր։ Այստեղ խնդիրը հենց կաթվածության մեջ է, պետական կառավարման հմտության արվեստի մեջ է, որ մեր մոտ այդ շատ ցածր մակարդակի վրա է եղել ու հիմա էլ շատ տեղում շատ ցածր մակարդակի վրա է։ Իսկ մտադրության մասով, հա, մենք ունեցել ենք օտարերկրյա գործակալներ, հիմա էլ ունենք, որոնք այլ երկրի շահերի համար են աշխատել։ Ու այդ կարող Հայաստանի դեմ լինի, բայց իրանք հաստատ մտածեն, որ Հայաստանի օգտին է։ Այդ օտարերկրյա գործակալները այլ կատեգորիա է։ Հայաստանի ընտրված իշխանությունները այլ են, այդ ընտրված իշխանությունների կողմից նշանակված մասնակիցներն այլ են։ Բայց այո, կարողությունների արդյունավետության լուրջ պակաս ենք ունեցել։ Մնակաշությունը, որ դու նշում ես, մենք կաթական ռեֆորմ չենք անում, ուղղակի չենք անում։ Այս նոր իշխանություններն է չի անում։ Ինչքան իրանք հայտարարել են կաթական, իրանք ոչ մի բան կրթությունում չեն արել։ Իրանք 7 տարի է իշխանության են, բարձրագույն կրթության մասով ոչ մի համակարգային փոփոխություն չի արվել։ Իրանք իրական գլխավոր ցախողումներից։ Այդ ակադեմիական քաղաքը շինարարական ծրագիր է, ինքը կրթական ծրագիր չի։ Իսկ բուհերում ոչինչ չի փոխվել։ Իսկ հիմա հատուկ այն անում, օրինակ Ժան Անդերսոնը հատուկ է անում, Նիկոլ Փաշինյանը հատուկ է անում։ Իմ կարծիքով հատուկ չեն անում։ Ուղղակի չգիտեն ինչ անեն ու եթե գիտենը չեն կարողանում։ Բանակի մասով այն նախարարները, որ մենք ունեցնենք, այդ նախարարները 21-րդ դարի բանակի գեներալներ չեն կարող լինել։ Օրինակ Մոնթեն Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այդ ժամանակվա ռազմական գիտության առաջատար մտածողներից մեկն է եղել ամբողջ աշխարհում մեկ, որ ինքը փորձառություն ա ունեցել Աֆղանստանում, Մերձավոր Արևմուտքում սովորել է հասկանում եք, ինքը այդպես ավտոմատը բակի չի եկալու գնացած լավ։ Ես Ադրբեջանից լավ ինժեներ տղան, չէ, ինքը իմացել է ոնց կկրվի։ Իսկ այդ մասնագիտացումը, հիմա Հայաստանում ունենք Վազգեն Սարգսյան համալսարանը պատրաստում է այս բայը, որ մեզ պետք է։ Ես կասկածում եմ։ Իհարկե ոչ, որտեղ մենք չունենք այն մասնագետները, որ սովորեցնեն։ Ժողը տնտեսագիտական համալսարանը։ Կարա համեմատվի ինչ-որ տնտեսագիտական փուլի հետ, որ ջերմավոր բիզնեսմեններ, որ չէ, հիմա այս հատուկ արվել։ Չէ, просто հավես չէ ունեցել, իրենց համար կարևոր չի եղել, որ դուհը լավ դուհը։ Իրանք այդ ժամանակ ասենք եկել են գործի, ես չեմ խափազանցնում։ Նախ գործի չեն գնացել շատ պաշտոնյաներ, ընդհանրապես։ Կամ եկել են ժամը 11-ին գործի, մեծ սուրճ են խմել, մինչև 1-ը եկել է, այդ անցել իրանք գործերով, իրանք բիզնեսով, իրանք երեխեքի գործերով։ Ով է հարցը, դուք լավ եք աշխատում, թե վատ։ Ասենք։ Ու այդ բերելա այդպես մի հատ վիճակից հանցալ բակի, որ ասում եք, այդ երկար պատմությունա կարող է թեմայով խոսենք, մի քիչ ուրիշ բան է, այդ էլ, բայց պետությունը, որ թույլ է լինում, այդպես բակերը շատանում է։ Քանի որ կրթությունից խոսեցինք, ինձ թվում է հիմա կարանք անցում կատարենք 18 թվականի իրադարձություններին, բայց մինչ հեղափոխական իրադարձություններին, մասնավորապես տարգետման շարժմանը ու ձեր ներգրավվածությանը
այդ ամբողջ իրադարձություններին, մասնավորապես այդ արկետման շարժման մասով, բուհը քաղաքականացնելու, կուսակցականացնելու մասով, քննչեմ մի փոքր նաև դրանք ներկայացնեք։ Միջև այդ ասելով հանկարծ չստացվի մոռանամ։ Ես մի ուղերձ, այսպես ասեմ, կարծիք, խորհուրդ, շատ կարդացեք, ահա որ շատ։ Ես հիմա եկել եմ ստեղ սովորում եմ, ես արդեն 30 տարեկան եմ։ Ես երբեմն սովորել եմ, մագիստրատուրան եմ սովորել։ Ստեղ ժողովուրդ, մենք 24 ժամ կարդում ենք։ 24, ստեղ առարկան 300 էջ շաբաթական կարդալու բան է տալիս, 300 էջ։ Դիմա ավելի շատ։ Ու մենք շաբաթ ունենք 4 առարկա։ Կարող առարկա լինի 2 օրում 10 էջանոց հետազոտական աշխատանք, տարբեր տեսակի բաներ։ Մեր մոտ Ջորջան, այս ամենի մակարդակը շատ ցածր է։ Ես հիմա ձեզ խորհուրդ եմ տալի, որ դուք հենց այս ավարտվի, ձեր համար ցանկ ստեղծեք գրքերով։ Օրինակ սովորում եք միջազգային հարաբերություններ, ChatGPT-ին հարցեք, ասեք, ես միջազգային հարաբերություններ եմ ուզում սովորեմ։ Ինձ ինչ հերթականության գրքեր խորհուրդ կտաց, ես կարդամ։ Կենսագրությունը կարդալ շատ լավ է, Չերչիլի կենսագրությունը կարդալ, Նապոլեոնի, բայց այս միջազգային հարաբերությունները չէ, այդ պատմությունը, այդ կենսագրությունը։ Ձեզ պետք է կարդալ տեսություններ ու պատմական հետազոտությունը հիմնված վրա գրքեր։ Ես հետո արդի կկիսվեմ որոշ գրքեր, բայց ես խորհուրդ եմ տալիս, ուղղակի շատ կարդացեք, շատ։ Հայաստանում ժողովուրդ 10 ժամ կարող մարդը խոսա, մենք սիրում ենք խոսալ, շատ ենք խոսում, ահա որ շատ։ Բայց այդ խոսացածի տակից ուզում ես հանես հասնես այս մարդասացի ինչ է, ոչ մի արգումենտ չկա։ Ես ուզում եմ ասել, որ իմ կարծիքով այս բանը ման է, այդ մենք մրցակցային չենք կրում, այսինքն ես խորհուրդ եմ տալիս կարդալ ու գրել։ Կարդացիք այդ հոդվածը, կարդացիք այդ վերլուծեք, ինչ էր ասում, ոչ թե կոպի արեք, ոնց որ մեր մոտ երբեմն ասում են լեկցիան սովորի, արի գրի, տենց բան չկա։ Կարդացեք 2-3 հոդված, տեսեք, մեկ ինչն է ասում են, մյուսին որ հակառակն ասում են, մեկ ինչն է ասում որ հակառակ, Կարծիա, չէ, Կարծիան ասես, չէ, Կարծիան սենց կա ձևակերպենք, Կարծիան սենց հարցադրում է, հիպոթեզ առաջ քաշեց, Հայաստանը հնարավորություն չուներ Ադրբեջանին հասնելու, դեռ Ադրբեջանը ուներ նավթ եւ գազ։ Հիմա հարցադրում է Կարծիան արում։ Կարեք ես հարցադրումը մի հատ աչոս, որդով աչոսով հավաքեք ու փորձեք արգումենտներ գրել Կարծիայի ասացին հակասող, Կարծիայի ասածը պաշտպանող։ Ու կտեսնեք ինչ հետաքրքիր սիրուն աշխատանք է, որ դուք աշխատում եք նյութերի փափի հետ, ու սրա հիման վրա կառուցեք։ Ասածս էտա, շատ կարդացեք, շատ։ Այս մենք հիմա վերլուծաբաններ ենք, որ իրանք սխալ բաներ են խոսում։ Ես մեկ-մեկ լսում եմ, իրանք նենց բաներ են ասում, որ այդ ուղղակի սխալ է։ Օրինակ, այն օրը ասեցին, հա, պարադոքս է, ինչի է Ռուսաստանը Լեհաստանի վրա այդ բաները, այդ հեչ էլ պարադոքս չի, տենց բան չկա։ Այդ շատ լավ պատասխան կա դրան։ Պարադոքս չի։ Ասածս որ շնորհակալ ձեզ են, որ կարդացեք շատ ու գրեք, կարդացեք գրեք, կարդացեք գրեք։ Հիմա ժողովուրդը տարկետմանը Սենց պետք երկար կլինի, բայց սենց ասեմ, լավ, ուրեմն այդ տարկետման հարցը որն էր, բանակում, որ ծառայած ձեր ընկերներին հարցրեք, հայոց բանակում սերժանտ չեն տալիս գիտելիքի հիման վրա, նույնիսկ սպա չեն դրա վրա։ Հայաստան տալիս են սերժանտ, տալիս են հիմա էլ է տենց։ Ով կարար զորքը շարեր, նկատողություններ, վարձը կազմակերպեր։ Ցավոք այդ կազմակերպելը գիտելիքի հիման վրա չէր, այլ ուրիշ կարողությունների, ուժ, կներեք հաճախ զորբայություն, գոռալ եւ այլն եւ այլն։ Իսկ մարդու գիտական կարողությունները вообще կապ չունեն, որ ինքը սերժանտ լիներ։ Հիմա 17 թվականին ինժեներական Վիգեն Սարգսյան նախարարը ասում էր մենք այս լավ սովորող տղեկին տալու ենք բանակ, որ մեր բանակի շփական վիճակը բարելավի։ Ես ասում եմ սուտ է, այդպես բան չկա։ Բանակում այդ լավ սովորող տղեկը չեն դառնալու սերժանտ։ Եկը կա լավ սովորող լինի, համել այդ տղայական այս վատ բաները, որ մենք ասում ենք, ունենա դառնա սերժանտ։
Իրանք հետո դե այդ որ խոսակցություն եղավ, բան ինքը ասեց մենք բանակի զինվորի քանակի խնդիր ունենք, քանակի։ Այսինքն այդ արգումենտը, որ իրանք բերում են, իրանք գիտեն, որ 20 տա։ Հասկանում եք, որ մենք դրան դեմ դուրս եկանք, ասեցինք բանակի բարելավումը ուրիշ ձև է պետք անել։ Ես ցած ասում եմ Վազգեն Սարգսին սպայրին ու մինչև հիմա էլ ասում են կամած նոր էս վերջի մի 2 տարի նոր Վազգեն Սարգսին ինչ փոփոխություն կա դանդաղ, ահավոր դանդաղ, էլի ասենք այդ համարյա հավաստիած չանելու, որտեղ հիշեք, մենք միշտ համեմատության մեջ ենք։ Մենք մեր տեսակինով ենք sense նայում, բայց աշխարհը արագ է գնում։ Եթե մենք sense ենք գնում, հաշվեք չենք տեղ ասել։ Այդ տարկետումը այդ խնդիր ուներ։ Մենք ասում ենք դուք համ բանակն եք փչացնում, համ կրթությունը։ Ու հարց չեք լուծում, դե փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք ասում։ Հետո հեղափոխության մեջ մենք ինչի ներգրավեցինք, որտեղ մենք երկրի խնդիրներից էինք խոսում, ԿԳՄՍ նախարար, մեզ ասում էին որոշում, էլի այս հարցը սերսարական է որոշում։ Մենք ու ճիշտ էին ասում, հարցը եթե կաթական հարց էր ուզում լուծել, այդ քաղաքական հարց էր, դա մենք հերոսում մասնակցեցինք։ Իշխանությունը շատ խոստումներ էր, որ միջև հիմա չի արել։ Այդ բարձրագույն կրթության ոլորտում ուսանողական խորհրդի հարցներ, կրթության որակի հարցներ, օտարերկրագործական դասախոսների հարցներ, բուլինգով զբաղվող դասախոսների հարցներ, կրթական ծրագրեր, որ ոչինչ չի արվել։ Ինչն արել իրենց քաղաքական շահի համար են արել։ Ու այդ հեղափոխությունը մենք մասնակցեցինք եւ հետո էլի մենք մեր պայքարով ենք եղել, միջև հիմա էլ հստակ աշխատում այդ բոլոր ուղղություններով։ Հիմնականում ասենք կարճ ասեմ էտա կամ դետալներ ասեմ այդ ուխի հացի հետ կապված եթե ուզում եք ասեք եթե չէ ես կամ կարծիքը մենքնուց հայտնեմ լսում ենք։ Այն ուխի կառույցը որ մենք Հայաստանում ենք այդ կոմսոմոլը այդ ուսանողական կառույց չի ոչ մի աշխարհում այդպես բան չկա որ համասում լինի մեկ ուսանողական խորհուրդ այդ գիտեք ինչի նման է որ երկրում լինի մեկ կուսակցություն Նույնիսկ Հայաստանում քանի կուսակցություն կա լիքը, չէ՞, մի հատ։ Բայց ինչու՞ն է երկրի խորհուրդը մի հատ է։ Այս մեկ հացն է։ Այստեղ որտեղ ես սովորում եմ Ժորժան, այնքան ուսանողական կազմակերպություններ կան, լիքը։ Հայաստանում այդ ուսանողական կազմակերպության խորհուրդը այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ժամանակից դարձել էր գործիք ռեկտորների վրա ազդելու համար։ Իրանք մասնակցում են ռեկտորի ընտրություններին, փող են ստանում, ընդդիմադիր ակտիվ ուսանողներին ճնշում են տարբեր ձևերով, ընդհանուր միջև ծեծ, ու իրանք միշտ դրանով են զբաղված եղել։ Իրանք մինչև 18-ը նույնիսկ կանոնադրություն չեն ունեցել, այսինքն այն բոլոր ֆինանսները, որ ստացեն, անօրինական է եղել։ Այդ էլ մեր ասուց հետո նոր կանոնադրություն գրեցին, համագումար արեցին, հետո ամը դրեցին մենք ունենք, մենք եբրական ենք, թայմախի չեն խոսում։ Գոհեն օրինակ Հովանես Հովանեսյանից, Գոհեն Միքայել Հովանես, միջև դրանք ասում են նրանք սորոսական ազգի դավաճան են, հիմա ձեն չեն անում։ Ձեն չեն անում, որտեղ իրանք բյուջեն հաստատվում է, ու իրանք իրանց համար աշխատում են, բայց որքանով այդ ուսուցողը զբաղվում ուսանողների խնդիրներով, ես խիստ կասկածում եմ, որտեղ դու չես կարող ռեկտորից ստանալ փող ու խոսալ ռեկտորի դեմ, այդպես չի լինի։ Դրա լուծումը նա, որ տարբեր Օրինակ ես ուզում եմ RP-ի ու օրինակ Արսենի հետ մենք ուզում ենք ստեղծենք արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող ուսանողների կառույց ԵՊՀ-ում։ Խի չենք կարա։ Այն տղեկից մեկ ասեց ռազմագիտություն։ Հավաքում ենք 3 ընկեր բանակից նոր ենք եկել, ուզում ենք ռազմական գործի հետ կապված բան ստեղծենք։ 4 աղջիկ կա, սիրում են լատինական պարեր, օրինակ ուզում են այդ անեն։ Ըստ այնքան տարբեր բաներ կա, ամեն ձեր հոբին որ ունեք ինքը կարա ուսանողական, որտեղ դրա իմաստը որն է, որ ուսանողը ռեալիզացվի, համագաղափարակից մարդկանց գտնի, աշխատի, իսկ այդ ուխն որ մենք ունենք ինքը տենց նախին իշխանությունը քաղաքական դափնոց էր, հիմա էլ տենց այնքան որ կարելի ես այդ շատ ծանր եմ դրան նայում, որտեղ դաժե հեղափոխությունը չկարծա որ ուսխորհուրդ փոխի, էլի։ Դա համար էլ այդ ուսխորհուրդը ոնց ասեմ, թույլ է, նման բան աշխարհում չկա, նման բան կա, Վրաստանում տենց բան վաղուց էլ չկա, բայց այ Հայաստանում կա, երբի ուսանողական խորհուրդ, խորհուրդ բառն էլ է խնդալի իրակ, ասենք ինչի խորհուրդ, չէ, բայց կարա չգիտեմ, ուրիշ հետաքրքիր անուն ունենար, ասենք։
Շնորհակալություն։ Ես արտաքին քաղաքականության հետ կապված մի հատ հարց ունեմ Հայաստանի։ Ամառվա ընթացքում ես ֆոկուս խմբայիններ էի անում երիտասարդների շրջանում տարբեր մարզերի եւ հարցնում էի, թե ձեզ ինչպիսի արտաքին քաղաքականություն ա վարում Հայաստանը։ Մասնակիցների որոշ հատվածը ասում էր, որ չեն հասկանում զուտ։ Այսինքն իրենք պատկերացնում են, որ իրենք ասում են, որ չեն հասկանում հիմա Ռուսաստանի հետ է Հայաստանը, Իրանի հետ է, Չինաստանի հետ է, Հա, Ամերիկայի հետ է, Եվրոպայի հետ է։ հա, հասկացա։ Հիմա բանը միջազգային հարաբերությունները անձնական հարաբերություններ չի, որ ասենք ընկերուհի ունենք, պիտի իր այդ լինենք։ Միջազգային կամ ընկեր հակառակը տարբեր է։ Կա շահ, Հայաստանի Հանրապետությունում ունի շահ։ Այդ շահը ստատիկ չէ, շահը կարա փոխվի։ Կարա այսօր վաղը ուրիշ, այսօր մի բան է, վաղը ուրիշ բան լինի։ Դե մենք փոքր երկիր ենք, արագ ա մեր մոտ ամեն ինչ։ Դա 10 տարով, 20 տարով շահ, ըստ շահի հասնում ենք ում հետ կարանք աշխատենք։ Այդ տերմինները հավաքչաններ, բանման, դա քաղաքական կատեգորիաներ չեն։ Հա Ռուսաստանի հետ կապված կարելի է ասել, չէ՞, Ռուսաստանը խիբան, բայց Ռուսաստանը պարտավոր է, որտեղ ունենք պայմանագրեր։ Եթե այդ պայմանագրերը չլիներ, հա, բայց կան ինքը ստանձնած պարտավորություններ ուներ։ Հիմա Հայաստանի մասով քանի որ ինչ հայ, ինչ հեղավ։ Այս արագացնես կա 18-ին, եթե հիմանակ ձեզ էլի հետազոտական գաք որպես այս խնդիր նայեք, վերցրեք, նայեք 18 թվի հեղափոխական հարթակից հնչող հայտարարությունները։ Փորձեք հասկանալ արտաքին քաղաքականության մասով ինչա ասվում։ Կոնկրետ ինչա ասվում։ Իսկ ինչ էր ասվում հիմնական, որ մենք չենք փոխում մեր արտաքին քաղաքականությունը, Ռուսաստան մեր դաշնակիցն է, Ղարաբաղի հարցը մեր առաջնահերթությունն է։ Հայաստանի Հանրապետության հեղափոխական իշխանությունը 18 թվականից հետո չի փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ոնց կա տենց մնացել է։ Օրինակ Զորաբ մնացական մնաց նախարար եւ այլն, ԱԱԾ-պետ չփոխվա, ոստիկանպետ չփոխվա, չի փոխվել շատ բան։ Հետո երբ որ մենք Ղարաբաղը կորցրեցինք, էլի չփոխվեց իրականում։ Ղարաբաղը մենք կորցրեցինք, Հայաստանի Հանրապետության իշխանությունը գնացին Ռուսաստանի հետ ռազմական ռեֆորմների ռազմավարություն կազմեցին։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը գիտեք երբ է փոխվել։ Ջերմուկից հետո 22 թվականի ջերմուկից, իսկ մինչև ջերմուկը չէր փոխվում։ Ադրբեջանը մեր տարածք մտել է ջերմուկից առաջ էլ Հայաստանի սուվերեն տարածք, մտել է ջերմուկից առաջ։ Այդ ջերմուկից հետո որ պարզ դարձավ։ Իսկ ջերմուկը Ժորժ ջան, ես եղել եմ հենց հաջորդ առավոտ մենք մեր ջոկատով գնացել ենք այդ հատված, որտեղ Ադրբեջանը եկել նստել են, հենց իրանց դեմը մենք պոստ ենք դրել, որտեղ մեզորքը նահանջել էր, նոր համալրումը չէր եկել։ Եթե այդից որտեղ որ իրանք եկել էին, այդտեղից իրանք որ արագ գնացող ավտո նստեին, մի 20 րոպեում կլինեին, 20 րոպեից կլինեին ջերմուկում։ Այսինքն այլ ոչ մի տարբերակ չկար։ Մենք հասկացանք, որ մենք վերարտադրություն փոխենք։ Հիմա այստեղ խնդիրը որն է, բայց Ռուսաստանի հարցն է։ Ինչի Ռուսաստանը տես, մենք այդ հարցի պատասխան կստանանք։ Ռուսաստանը մեզի մեր սիրուն աշկի համար չի սիրում կամ մենք իրանց։ Շահի համընկնում կա։ Էջնակ Ռուսաստանի շահը ավելի շատ բռնում է Թուրքիայի, Ադրբեջանի հետ, այդ կապես 14 թվականից է սկսել իրաք, որտեղ դիք ուրիշ պատմել, բայց մենք չենք նկատել արտաքին նախարարություն նստած մարդիկ, ԱԽ-ի նստած մարդիկ, ՊՆ-ում նստած մարդիկ, վերլուծաբանները չեն նկատել, որ Ռուսաստանի շահերը փոխվում է։ Մենք մտածենք Ռուսաստանը ստեղ է, մենք ստեղ մնում ենք։ Չէ, Ռուսաստանի շահերը փոխվավ։ Մենք չփոխվեցինք, մենք մնացինք ստեղ։ Այս խզումը առաջացավ մեր Ռուսաստանի։ Ու այդ խզման պատճառով մենք հասանք այսօր։ Հիմա մենք որ տեսանք արդեն Ռուսաստանը ստեղ է։ Մենք պիտի հասկանանք ով է այս մեր շահերի հետ համընկնում, ում շահերի հետ է կապնում ու կպանք այդ մարդկանց հետ։ ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա, այսինքն ստեղ այդ է հարցը։ Հիմա իսկ այդ Հայաստանի համար որ այս դուք միշտ sense նայեք հարցին։ Մենք ունենք շահ, ուրիշ երկրներ ունեն շահ։ Համընկնեն մեր շահերը, մենք կհամագործակցենք։ Չեն համընկնում մեր շահերը, մենք կարող դառնանք թշնամի։ Հիմա այս առումով օրինակ վերցնեք Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
այդ ինչ շահը, որ իրանց այդպես կապում է իրար։ Իրանք օրինակ չեն սիրում մենակ նամը որպես ամերիկան լիքը բրիտանացի արյան ոչ, ընդհանրապես ոչ։ Մշակույթը կարա ազդի եւ այլն, բայց կա շահ իրանց մեջ։ Իսկ այդ շահը որն է, որ Ամերիկային պետք է Եվրոպային բալանսավորող ուժ։ Իսկ այդ բալանսավորող ուժը Մեծ Բրիտանիան է։ Եվրամիությունը ինչի ստեղծվեց Ժորժ ջան, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ով էս հարցին կպատասխանի։ Ինչի երկրորդ համաշխարհից հետո ձևավորվեց Եվրամիությունը։ Եթե չեք ուզում պատերազմել իրար հետ, պետք է համագործակցել։ Չէ, ես ուրիշ պատասխան եմ ակնկալում։ Ովքեր պատասխան ունեք, խնդրեմ ձեռք Դու բարձրացնել։ էլի լավ ես ասում, Ափի ջան, բայց այդ բավարար է, որ 100 տարի իրար պատերազմած ասեն գան նստեն, ասեն, չէ, արի էլ չկավենք։ Okay։ Բայց Կարեն ինչ-որ բան ստիպի, չէ։ Ահա։ Ինչն Կարեն։ է ստիպել։ Կարծում եմ նաև Դե որպեսզի բալանսավորված ուժ լինի Խորհրդային Միության Ապրես, այս Նվարդը ասեց, այո հա, Նվարդը ճիշտ է ասում։ Եվ իրանք ստեղծեցին Եվրամիությունը, որովհետև ԽՍՀՄ-ին այլ կերպ իրանք չէին կարող բալանսավորեն։ Երկրորդ համաշխարհից հետո ԽՍՀՄ հաղթած, քաղցած ուժ էր, ու Ստալինը եկավ, չէ, միջև Լեհաստան, Հունգարիա, Չեխոսլովակիա վերցրեց։ Բերլինը կիսեցին։ Իրանք միավորվեցին, որտեղ առանձին իրանք չէին կարող ԽՍՀՄ-ին դիմագրավին։ Դամրը միավորվեցին, եթե ԽՍՀՄ չլիներ, չէին միավորվի։ Ու Ամերիկան է ստիպեց իրանց, օգնեց, որ միավորվեն։ Հիմա օրինակ բանի օրինակը բերենք, Հնդկաստանը ինչով է նաև հետաքրքրված Հայաստանին զենք մատակարարելով, բացի ֆինանսական պահից ու իրանց ռազմական ինդուստրիան զարգացնելուց։ Պակիստանին հակադիր։ Պակիստանը ու Ադրբեջանն է։ Ադրբեջանի։ Այս սենսն է, Ժորժ ջան։ Վերցրեք քարտեզը մի հատ նայեք, օրինակ Ռուսաստանը ինչով է Հայաստանով շահագրգռված։ Թուրքիային հակադրելու։ Բացի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իրանի Իսլամական Հանրապետության ինչ։ Ռեգիոնում հա, քանի որ ինքն էլ հեգեմոնիայի ձգտում է։ Իրանի հետ Ռուսաստանը լավ հարաբերություն ունի, հատկապես իսլամական հեղափոխությունից հետո։ Դե որովհետև Կովկասում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Ռուսաստանի համար իր տարածաշրջանում դիրքերը ամրապնդելու գործիք էր նաև։ Այդ ճիշտ է ասում, բայց Իրանի հետ ցամաքային կապ Իրանի հետ։ Հայաստանի Սյունիքը դարպաս է Ռուսաստանի համար դեպի Պարսկաստան։ Այս իրանց համար շատ մեծ նշանակություն ունի։ Ղարաբաղի այն մեր 7 շրջաններն էլ են դրանով նաև շատ կարևոր։ Իսկ մեկ որ Ալիևը մի անգամ խոսած ասեց թմրանյութեր էին տանում բան, ինքը ինչ է, ուզում եմ ասել, այդ սամը չի վերահսկվել։ Այսինքն տեղով բաներ են գնացել եկել, որ ոչ մեկ չի գիտի, այսինքն դեռ կարող են միջուկային զենք է տանեն։ Իր ասած այդ է եղել։ Իսկ Հայաստանը կոնկրետ գործառույթ է արել։ Էլ ինչով էին մեզ օգտագործում ռուսները, հատկապես ում դեմ։ Ու այդ վատ ձևով մի նայեք այդ օգտագործել, այն շատ նորմալ է։ Ինչ խնդիր էինք մենք լուծում նաև իր համար։ Եվրոպա։ Մի քիչ մեր տարածաշրջանի շուրջ։ Գլխավորին մոռացել ենք։ Թուրքիա, ես կարծում եմ։ Ադրբեջան։ Ադրբեջանը որոշ առումներով ընկալվելի է որպես եւս պրոռուսական ուժ միջև 20 թվականը առնվազն էլի։ Ճիշտ ես ասում, բայց դուք այս բանը գիծը, որ պրոռուսական, պրոամերիկան, ինքը մեծ գիծ է։ Անպայման չի հակա լինել կամ հակառուսական կամ պրոռուսական։ Այդ գիծը հակայի ու պրոյի շատ երկար է։ Կարա հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում, ուզում ասեմ
Իսկ Ադրբեջանից խնդիրը ո՞րն է, Ժորժ ջան։ Ռուսաստանի գլխավոր նպատակներից մեկն է, որ Ռուսաստանին բերի ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Ադրբեջանը շատ շուտվեց ռուսական ոչ մի կառույցի մաս չի, ասելա ստեցություն ձեզ, հետաքրքիր չի մեզ, ռազմաբազանել Գաբալայի հանելա, դա բարի գիշեր։ Ու մինչև հիմա բան է անում, ռուսական ներդրված գործակալական ցանց է բացահայտում։ Հայաստանը մահակեր նաև Ադրբեջանի վրա։ Որ ես կամ Հայաստանի զենք տամ, Հայաստան կարող քովրա հաղթած ես մեկ, հետո շատ այդքանը ճիշտ, արդեն Ղարաբաղը դարձավ անգլիան կոչվում bargaining power, այսինքն բանակցային ռեսուրս։ Մենք բանակցային ռեսուրս ենք եղել նաև Ադրբեջանի դեմ։ Հիմա ինչ եղավ, չէ՞, Ղարաբաղի բանակցային ռեսուրսը փորձեք հասկանալ, այդ ռեսուրսը ինքը ինչ է։ Հիմա որ մենք իրար շո հարաբերության մեջ ենք մտնում, շո գործի, շո ռեսուրսով ենք, չէ՞ շփվում իրար հետ։ Մենակ ես ունեմ ռեսուրս, այդ ինչ-որ գիտելիքն է, արդեն այդ ռեսուրսի իմանալ, այնտեսից քո ռեսուրսով կիսվի մեր հետ, այսպես ասած։ Հիմա մենք էլ այդ ա եղել։ Հիմա բայց որ արդեն Ռուսաստանի ռեալիտետները այսպես 14-ը փոխվեց, մենք այդ նույն դերակատարումը չունենք, բայց մեզ թվում է, որ մենք ունենք։ Հասկանում եք։ Համար այս փոխվում է այդ բաները։ Հա, Կատյա ջան։ Իսկ այդ դեպքում, եթե արդեն Ռուսաստանի վեկտորը փոխվում էր դեպի Ադրբեջան հատկապես եւ Թուրքիա, Հայաստանը ինչ հետազոտությունների հիման վրա որոշեց ԵԱՏՄ-ին անդամակցել ընդամենը մեկ գիշերով։ Այդ ցավոտ թեմա է։ Ես չեմ կարծում, որ հետազոտություն արվել, Ղարաբաղի հարցն է եղել։ Ես խորհուրդ կտամ, որ դուք ծանոթանաք deterrence բառի հետ, զսպում։ Գրեք deterrence, մի րոպե այսօր գրքի ես գրել եմ բան, որ փոշի է դնում, չանց դե մի ամիս մեկ են փոշի մաքրում, դե փոշի գործունեությունը ստուգ է։ Այդ խորհուրդ կտամ, որ դուք հենց հիմա նայեք Թոմաս Շելինգ, Զենքեր եւ ազդեցություն։ Այս գիրքը ոնց ասեմ, ոնց որ քրիստոնեության համար աստվածաշունչը, անվտանգային գիտության համար այս գիրքը։ Չեմ կարծում կայացած հետազոտությունը։ Խնդիրը հետեւյալն է եղել, որ Ռուսաստանը եղել է մեր հիմնական զսպող մեխանիզմը, հայ-ռուսական դաշնակցությունը Ադրբեջանին զսպելու համար, որ չհարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա։ Հիշում եք, ես ասացի, ունենք ներքին զսպման, բալանսավորման մեխանիզմ, այդ մեր բանակն է, տնտեսությունը, արտաքին զսպում, այդ մեր դաշնակցային կապերն են։ Ու այդ է հարցը եղել, որ եթե մենք ԵԱՏՄ-ին չանդամակցենք, պատերազմի վտանգը կշատանա։ Ու հիմա ես դիմաց հարց եմ ձեզ ուզում տամ։ Ինչ տեղի ունեցավ 14 թվականին, որ մենք կարանք հասկանանք, որ այս բանաձևը չաշխատեց։ Բայց մենք հետևություններ չքաղեցինք։ Ինչ ա եղել 14 թվականին, որ մենք պիտի հասկանայինք, որ Ռուսաստանը նույն կերպ չի զսպում այլ Ադրբեջանին, ոնց որ միջև այդ զսպում էր։ Ու կարք ինձ նաև ասեք, այդ ինչ այլ միջազգային գործընթացի հետ էր կապված, փոխկապակցվածությունը։ Ղրիմի մասով։ Ինչպես։ Ղրիմի մասով օրինակ Ղրիմն Ապրես, Ղրիմ, մի հատ էլ կա, մի հատ է դեպք կա, բայց մտի բացատրես այդ Ղրիմի ինչ կապ ունի։ Դե եւ հարցակվում ես նախկին post-սովետ երկրների վրա, պետք է հանգիստ լինես, որ մյուս post-սովետի երկրները դրանից բան չեն լինի, իրենք էլ չեն սկսի քեզ հակագործողություններ անել, ոնց որ շատ է քիչ թիկունքը ապահով լինի։ Ռուսաստանը այդ թվականներին չի սկսել։ Տեղություն խնդրեմ հերթով, հա։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Լավրովի պլանը։ Բացի դրանից Ղարաբաղում ինչ եղավ 14 թվին։ Օգոստոսի, հուլիսի լարվածությունն է եղավ։ Միջև 94-ից հետո միջև 14 թիվ ահագին խաղաղ էր։
14 թվին մենք ունեցանք համատականով ամենամեծ լարվածությունը։ Ես այդ ժամանակ մարտունի 2-ում էի, մեր ընկերը զոհվեց։ Տիպուկարի 17-2 տրամաչափի զենքով։ Այդ ժամանակ ադրբեջանցիներով հայկական վերտալյուտը ուղղաթիռ, չէ, վերտալյուտը հայերեն ոնց է։ Պատիր։ Ուղղաթիռ, հա, ուղղաթիռ խոցվեց։ Սկսվեց։ Մենք հատմեկամ ենք այդ ժամանակ արդեն հասկանում, որ զսպումը ռուսական նույն չափով չի։ Արփին ճիշտ ասում, Ղրիմը, նաև Սիրիան։ Ռուսաստանը ակտիվացավ։ Ղրիմի ներխուժումը, Սիրիայում իր դերակատարումը ստիպեցին իրան թուրքերի հետ համագործակցել։ Իսկ Թուրքիայի աջակցությունը ստանալու համար ինքը ինչ-որ բան պիտի զիջեր, չէ՞։ Ինչ-որ բան տալիս ես ինչ-որ բանի դիմաց։ Դրա դիմացը Հայաստանի Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքերի, այսպես ասած, եթե դիրքերի միջև շատ հստակ են, կամաց այդ դիրքերը սկսեցին ոչ այդքան որոշակի լինել։ Այսինքն այդ հարցի պատասխանից եկանք հասանք սրան, իմ կարծիքով, բայց ոնց որ պատասխանեցի, չէ՞։ Հա։ Գնայք եւ մի հարց եւս կարելի է։ Բայց ինձ պարոն Պետրոսյան մի ասեք, մեկ էլ այդ կնեքն է մի ասեք, մենք քննարկում ենք, խոսում ենք, հանգիստ ասեք, այդպես ոնց մտածում եք, ուղիղ ասեք։ Ճիշտ է, մի քիչ թեմայից շեղվելով ցանկանայի կրթությունից հետ հարց տալ։ Օրինակ, տեսեք, դուք ապրում եք Ամերիկայում, չէ՞, այս պահին։ Ու հիմնականում որ տեսնում եք տարբերությունները եւ համեմատական ինչ-որ հարցում անցկացնենք Ամերիկայի եւ Հայաստանի բարձրագույն կրթությունների միջեւ, օրինակ ինչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել Հայաստանի բարձրագույն կրթության մասին, առավելապես դեռևս չեմ խոսում նույնիսկ արդեն միջնակարգ կրթության մասին։ Դուք լինելով հենց այժմ Ամերիկայում բարձրագույն կրթություն եք այժմ ստանում, կցանկանայի այդ համեմատությունը անցկացնել եւ փոփոխությունները նշել, ինչ կցանկանայիք տեսնել։ Այդ հարցը ես եմ ձեզ տալի, օրինակ ձեր կարծիքով ի՞նչն է պետք փոխել։ Չնայած չէ, դուք դպրոցական եք, չէ՞։ Համես ջան, դուք դպրոցում եք սովորում, հələ որ, հա, դե լավ, ուրեմն քեզ չեմ հարցնի։ Այսպես ասեմ, գլխավոր խնդիրը Ժորժ ջան, տարբեր կան խնդիրներ։ Ամենամեծը դե կառուցվածքն ու կառավարումն է, որտեղ եթե կառուցվածքն ու կառավարումը նորմալ չի, մնացածը նորմալ չի կլինի։ Որտեղ երկրի սահմանադրություն նորմալ չլինի, բայց այդտեղ չգնանք այդ կառուցվածք, այդ մի քիչ ուրիշ հարց է։ Գլխավորը կրթական ծրագրերն է։ Ես շատ շոշափելի կոնկրետ եմ այդ օրինակը բերում, որ օրինակ, չգիտեմ, եթե հանդիպում ունենաք ազգային ժողովում, բան հարցրեք։ Ես այս քանի տարի է այս նույն բանը խոսում եմ, որ բարձրան չկա։ Հիմա ինչ հակարդական ծրագիր է։ Հիմա օրինակ ես եմ Պետրոսյան Դավիթը, եկել եմ մտել եմ լսարան ու դաս եմ տալիս։ Ինչի հիման վրա եմ դաս տալի, իմ կրթական դասացուցակը ես ոնց եմ կառուցել։ Ստեղ որ կրթական դասացուցակը նայում եք ժողովուրդ, դասախոսը տալիս է հենց սկզբից ցանկը հանդիպումներն ա մեր շաբաթը մի անգամ, մեր շաբաթվա համար մենք ունենք 7 հատ կարդալու բան։ Ու ամեն շաբաթը կառուցվում է նախորդ շաբաթվա վրա։ Դե կալինի գրքի բան, գրքի մի բաժին, chapter, կալինի առանձին հոդված, կալինի essay։ Իսկ կրթական ծրագիրն ամենակարևորը, ինչի հիման վրա կրթական ծրագիր կառուցվում։ Դայց դու գալիս արդեն մատուցման ձևը։ Լեկցիա նման բան գոյություն չունի։ Ինքը մեզ դասից առաջ նյութերը տվել է, որ մենք կարդանք։ Դե մենք դասի եկել ենք արդեն կարդացած։ Եթե նյութը չես կարդացել, կաս դասի չգնաս։ Իսկ էլի հետաքրքիր կլինի բան, բայց արդեն դասի գնաց, պետք է նյութը կարդացած լինի։ Հիմա դասախոսը որ գալիս է, ինքը այդ կարդացածի մասին չի խոսում, որտեղ ինքը գիտի, որ մենք այդ կարդացել ենք։ Ինքը իր պրեզենտացիայով գալիս է, ամեն դասախոս որ պատրաստում է պրեզենտացիա ժամանակ է։ Այդ մեր մոտ է, ասես նա տետրը վեկալում է, գալի կանում է անդրոյի մոտ, ասես խոսում է գնում է տուն։ Դե բան չկա։ Դու պրեզենտացիա ես պատրաստում։ Ու այդ տված նյութի հիման վրա է քո պրեզենտացիան հավելյալ ռեսուրսներ ես տալի։
Այսինքն մի հատ տունը կարդացինք, հետո եկանք դասի տեղ այս ինֆորմացիան մենք մի հատ էլի ֆիլտրվում է մեր մոտ, հետո արդեն տարբեր տեսակի տնայիններ, շատ տարբեր։ Մեր մոտ այս copy paste-ը որ կարդացի, բան նման բան չկա։ Այսինքն տնայինն է, որ դու չես կարող արտագրես ինչ-որ մեկից։ Դե դու քո միտքը պետք է գրես, վերլուծական է։ Հասկանում եք։ Դա շատ կարևոր է։ Այսինքն, Ու օրինակ, հա, հա, հիմնականում ճիշտ է, բարձրագույն կրթության վրա շեշտս դրեցի, բայց օրինակ ես լինելով երիտասարդ, լինելով օրինակ դեռևս միջնակարգության ոլորտում, օրինակ ես միայն միջնակարգության դպրոցի գիտելիքներով չեմ սահմանափակում, այսինքն ընթացքում ես բավականին ակտիվ եմ եւ տարբեր ծրագրերի եմ մասնակցում։ Վերջին շրջանում բավականին շատ այցեր եմ ունեցել ազգային ժողով, տարբեր պատգամավորների հետ եմ հանդիպել, նույնիսկ ամսի 29-ին էլ այցելեցա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ եւ կրկին խաղաղության վրա է շեշտը դրված, ինչպես նաեւ երիտասարդների մոտ հանդիպող տարբեր հիմնախնդիրների մասին բարձրաձայնեցինք եւ առաջարկեցի նույնիսկ նրանց լուծումները։ Ու հիմնականում հենց սա է կարևոր շեշտադրությունը, որ մի փոքր ֆորմալ կրթությունը դեպի ոչ ֆորմալին որ տանեն ու երիտասարդներին նորարարական ինչ-որ միջոցներով բացատրվի, ստեղծագործական մտածողություն, ավելի շատ վերլուծական, իմ կարծիքով սա բավականին լավ հիմք կարող է հանդիսանալ։ Ձայնը փակ է, Դավիթ ջան։ Ինչքան կարող եք այդպես ծրագրի մեջ ներգրավեք, հատկապես միջազգային, չեմ ուզում ինչ-որ ես շատ ուրախ եմ ազգային ժողովի հանդիպումների համար, բայց խնդրում եմ միշտ հիշեք տարբերակեք քաղաքական գործիչներին մասնագետներ փորձագետներից։ Ես դա միշտ եմ ասում, մեր բոլոր հանդիպումների ժամանակ ես դա ասում եմ։ Ես կներեք կան ազգային ժողովի մասնագետներ, բայց հիմնական դե քաղաքական գործիչներ են նստած։ Այդ հանդիպումները ձեզ համար հետաքրքիր կարող է, բայց ես ձեզ որ դաժան անկեղծ ասեմ, շատ ժամանակ չեմ ծախսի։ Օրինակ այդ քաղաքական գործիչների հանդիպումների վրա։ Ես այդ ժամանակը կօգտագործեմ իմ կրթության վրա։ Ես ձեզ խորհուրդ կտամ, որ ես խիստ կասկածում եմ, որ մոտակա 3-4 տարում մեր համալսարանի շո լավ վիճակի կգան, որտեղ բողոքող չկա, խոսացող չկա, իրանք էլ կոմֆորտ զոնայում ինչ-որ տենց ինչ չեն անում։ Ես խորհուրդ կտամ դրսում սովորելու մասին մտածեք, մագ 3-րդ կուրսից արդեն պետք է դիմել, գնալ, կրթատոշակ գտնել, սովորել ու շատ կարդացեք, շատ։ Մեր մոտ ազգային ժողովն ինձ մտքեր են հայտնում, Ժողովուրդ ջան, որ այդ չկա ոչ մի տեղ նման։ Այն օրը պաշտպանության փոխնախարար նախկին ոստիկանապետը ինքը նենց բան էր խոսած, Ժողովուրդ ջան, որ ոնց ասեմ, էլի, տենց բան չկա։ Իսկ այստեղ գիտեք խնդիրը որն է։ Մենք դուք հիմա ոնց որ 18, 17, չէ, 16 այն ինչ կարողություններ ձեզ կտա համալսարանը, այդ համապատասխան դրա էլ մենք հնարավորություններ կունենանք, բայց ցավոք մեր պետությունը չի օգնում, որ մենք բավարար կարողություններ գիտάμε, մենք մեր ուժերով դա անենք։ Ես ձեզ ոնց ասեմ, էլի հիմա եթե դուք ուզում եք լավ մասնագետ դառնաք, պետք է անվազն ամսական 1-2 գիրք կարդաք ու լիքը գրեք։ Մենք լիքը վերլուծաբաններ հիմա ունենք։ Դուք կարք մատի վրա հաշվեք իրանցից քանիսը կարան անգլերենով տեքստ գրեն կամ նույնիսկ հայերենով ու տեքստ ես նկատի չունեմ մտքերի ինչ-որ շարան։ ChatGPT-ին կարաք հասնեք, ասեք տեքստը որն է, ոնց պիտի սկսվի իմ տեքստը։ Ունակ երբեք մենք դες առարկա չենք, ես դե հատուկ առարկա անցա։ Այդ իրական անվտանգության խորհրդի գրասենյակի գոլեգաներից դե կիսվել եմ այդ գրքով, որ ոնց պետք է տեքստը գրել։ Ես խորհուրդ տամ, որ սրա վրա դուք ժամանակ ծախսեք։ Իսկ ազգային ժողով եթե գնում եք, մենակ վատ հարցեր տվեք իրանց, բարդ հարցեր տվեք իրանց, շատ բարդ։ Իրանք հաստատ կսեն ամնիշ ջավա, բան, ասեք ինչ որ չենք զգում, որ շատ լավ է ճիշտն ասած։ Հարցեր տվեք։
Ես մի կարևոր հարց ցույցի, օրինակ հենց կառավարության կուսակցությունների մասին, որ մեր երկրում բավականին պետության մեջ բավականին շատ են կուսակցությունները, օրինակ երբ որ կրկին համեմատական եմ անցկացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Հայաստանի կառավարությունների միջև, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդամենը կային երկու կուսակցություններ, դեմոկրատական եւ հանրապետական, իսկ Հայաստանի Հանրապետությունում շատ կուսակցություններ կան, որոնք ինձ թվում է հենց սրանք են պառակտվածություն, խափանումները հիմնական։ Հենց այստեղից է գալիս որոշ խնդիրներ են կարծիքով։ Պառակտվածություն ունեք, որ հազարդ կուսակցություն լինի, խնդիրը որն է դեր։ Այստեղ նայեք, յուրաքանչյուրը մի խոսք մեջ վերեմ, ինձ թվում է այդտեղից ամեն ինչ բաց կդառնա, որտեղ կա 1000 մարդ, այնտեղ կա 1000-ից ավելի 2000-3000 կարծիք, այսինքն մարդիկ ունենալով տարբեր ուղղվածություններ, գաղափարների, կարծիքների, ինձ թվում է այդտեղ տարակարծությունների միջև ինչ որ խնդիրներ կարող է առաջանալ, խնդիրը որն է, որ մեկ տարակարծություններ ունենան։ Այդտեղ խնդիր կա, բայց ես հասկանում դու ինչ ես ասում, բայց մի քիչ էլ փորձի բան անես։ Նախ Ամերիկայում երկու հատ չի, ոստը երկու հատը շատ ուժեղ են։ Ստեկա։ Հիմա եթե ես ուզեմ կամ գնամ մի քանի օքու հետ դա քաղաքական շարժում սկսենք։ Հայաստանում այդ տարածված կա այդ խոսույթը, որ հա մենք որ շատ կուսակցություններ կան։ Բայց դա խնդիր ուրիշ բանով նայեք, այդ կուսակցություններից քանիսը կարող են վիճարկել իշխանություն լինել, այսինքն ինչ ազդեցություն ունեն այդ կուսակցությունները, 0։ Ամերիկայում երկու հատ են, բայց այդ երկուսը հավասար շանսեր ունեն հաճախ։ Հայաստանում կա երկրորդ կուսակցություն նշեք, որ շանս ունի, չկա։ Մեր մոտ կա միշտ մեր մոտ համակարգը այսպիսն է, գործող իշխող կուսակցությունը ոսև հանրապետականը չէ հակներ, հետո հանրապետ, այսինքն ՀՇ-ն, ՀԿ-ն, հիմա ՔՊ։ Կան տարբեր կուսակցություն, ինչքան ուզում եք կուսակցություն խնդիր չկա։ Պարակտվածության հարցը չկա։ Կա 1000 կուսակցություն լինի։ Այդ իմանալը եթե ես 1000 բառ մտածում եմ պետք է կուսակցություն բացի, թող գնա բացի։ Չկանա զեն հավաքի չընտրվի փակվելու է։ Հիմա եթե պրոստը իրա դուր է գալի, որ ինքը կուսակցություն ունի, իրա թող ունենա, մենք խնդիր չունենք։ Այստեղ Հայաստանում կուսակցության խնդիրը ուրիշ է, Ժորժ ջան։ Օրինակ որ գնաք ազգանյով կարք հարցնեք, ասեք, այդ ոնց եղավ, որ 18 թվականից հետո դուք ասեցիք, որ քաղաքական համակարգը կփոխեք, բայց այս 7 տարվա ընթացքում բացի ձեր ասած նախին կուսակցությունից ոչ մի ուժ դոգմոգ բան չեմ հաշվում, դրանք կուսակցություններ չեն, էլի։ Չի ձևավորվել Հայաստանում։ Այդ ոնց է տես լինի։ Նույն ունենք ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, դաշնակները, հիմա հանրապետականը, այդ ոնց եղավ, որ օրինակ քաղաքացու որոշումը բացվեց ու փակվեց։ Այս հարցերը իրանց տվեք։ Ասեք դուք պարտավորություն ունեցել եք Հայաստան կուսակցական համակարգ առողջացնելու, ինչի Հայաստանում նոր կուսակցություններ չձևավորվեցին։ Հիմա որ մի քիչ Facebook-ը որ բացեք, ով որ ուզում է ընտրությունների մասնակցի, sense ստատուսներ են գրում, ասում են ձև չկա 26 թվին ՔՊ-ին հաղթելու։ Այսքան փող է պետք, այսքան բան է պետք, էսա պետք, իմաստ չունի, ասում են։ Հիմա հա թող 80 հատ լինի կուսակցություն, եթե ոչ մեկ չի մտածում, որ ինքը 26 թվականին դուրս կա 4% շեմը հաղթարի, այդ ինչ-որ խնդրի մասին է, չէ՞ խոսում։ Այ որ գնաք բան, ազգային ժողով հարցրեք, ասեք, այդ ինչպես է, բայց որ հանկարծ ասեն մենք 18-ին հեղափոխություն ենք, բան ասեք, այդ հեղափոխությունը դուք չեք արել։ Հեղափոխությունը ժողովուրդն է արել, դուք պոստը այդ ժամանակ միակն եք, որ ազգային ժողովում մանդատ ունեք, ձեզ ընտրեցին։ Որ հանկարծ ասեն գնացեք հեղափոխություն արեք, բանման, ասեք ճիշտ ասած մենք մի անգամ արդեն հեղափոխություն արել ենք 18 թվականին ու պայմանավորվել ենք, որ այս հեղափոխությունը պիտի բավարար լինի։ Մենք չենք պայմանավորվել, որ 7 տարի մեկ պիտի հեղափոխություն լինի, էլի։ Իսկ իրականում ինչ պիտի արվեր, որ 18 թվականին պիտի process սկսվեր,
Այն բոլոր կուսակցությունները, որոնք համակարգային կաշառք էին բաժանել, պետքա փակվեին ուղղակի։ ՀԿ-ն, Հանրապետականը, Դաշնակցությունը, հիմա դու կարող ասեք այդ ռեպրեսիա չկա։ Իրանք կարող են փակվեին, գնահատական տալվեր, որ իրանք 20 տարի կաշառք են բաժանել, հետո իրանք ուզում էին թող գնային նորից կուսակցություն բացեին։ Բայց այս հնարավորություն կտար, որ նոր ուժեր մտնեին քաղաքական դաշտ, իսկ իրանք այդ չարեցին։ Իրանք մնացին իրանք ու իրանք ասած նախկինները։ Ու բոլորի համար շատ կոմֆորտ վիճակ է բացի մեզնից, ժողովրդից։ Այսինքն այդ կուսակցությունների մասով խորհուրդ կտամ Համեշ ջան, ավելի շատ ուսումնասիրես, կարդա կուսակցությունների մասին ու նայ Հայաստան կուսակցությունները ինչ կուսակցություն մենք ունենք։ Իսկ Հայաստանում հետմոտապես սենց է։ Մի հատ հարուստ մարդ, բացմա կուսակցություն, այդ իր անվտանգության գոտին է, որ իր բիզնես շահերը պաշտպանի։ Իրական Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանի բիզնես շահերի պաշտպանության կուսակցությունն է, Դաշնակցությունը այնտեղ իրանց հարուստների շահերի պաշտպանության կուսակցությունն է, Հանրապետականը Սերժ Սարգսյանի շահերի, իրանք մի քիչ այնտեղ մի քիչ Շահմազանովը կամ անունը ոնց էր, որ քաղբանտարկյալ էր իրան ասում։ Աշոտյանը, իրանք մի քիչ գույներ են հաղորդում, բայց Հանրապետականն էլ բիզնես շահերի հիման վրա ստեղծված, հիմա ԿՊ-ն էլ իրական լուրջ հավակնություններ ունի, ինքն էլ որ հասնի այդ մակարդակին, բայց կտեսնենք, բայց նշույլներ կան։ Իսկ այդպես հիմնական դամա այդ պարակվածություն բան կարող լիքը լինի, խնդիր չկա, թող շատ լինի, ինչքան շատ այնքան լավ։ Այլ հարց ով կկանա իր գաղափարների շուրջ համախմբի դրանով է չափվում, էլի այդ նույն դեմոկրատական կուսակցությունը լիքը իրանց հարող ուժեր կան, լիքը։ Շնորհակալություն։ Շատ լավ ու վերջին հարցը ինչա պետք է 3 բան, որ պետք է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար։ 3 բան։ Այո։ Քաղաքականությամբ զբաղվել ինչ նկատի ունեք։ Հանդես գալ հանրային խոսքով, այդ հանրային խոսքով հանդես գալու արդյունքում կոնսոլիդացնել որոշակի մարդկանց, բացել կուսակցություն կամ դաշինք ու օրինակ մասնակցել ընտրություններին։ Անցնել խորհրդարան, տենց լավագույն դեպքում էլի, թեկուզ որպես ընդդիմություն, բայց անցնել խորհրդարան։ Ամենակարևորը կասկած տեսլականն է, ու տեսլականը չլինի էլի պայծառ Հայաստան կամ անվտանգ Հայաստան կամ խաղաղ Հայաստան, այդ տեսլական չէ, ցանկություն է։ Նույնիսկ ցանկությունն չի, երազանք է։ Այսինքն տեսլականը պետք պիտի հստակ պատկերացումներ ունենա արտաքին քաղաքականությունում իրանք ինչ քայլեր են իրականացնում, երբ որ եկան իշխանության, այդպես բոլոր ոլորտներում։ Այսինքն ծրագրեր, ամենակարևորը միտքն է, ու այդ մտքից ցանկություն, նպատակ, ծրագիր, գործողություններ շատ հստակ։ Մյուսը թիմն է, այսինքն ովքեր են թվում։ Օրինակ մենք կարող ենք շատ բարի եւ հաճելի մարդիկ, բայց դա չի նշանակի, որ կարող զբաղվեն։ Մեզ պետք են մասնագետներ ու նաեւ տարբեր կարևոր հատկանիշներ ունեցող մարդիկ։ Այս երկրորդը թիմն է։ Այս երկու բանը երրորդը մտքից չեկավ իրական։ Հասնում շատ ասում են ֆինանս, համաձայն են ֆինանս պետք է, բայց ֆինանս ոչ թե այդ կուսակցության համար, այլ ֆինանս, որ այդ մարդիկ, ովքեր որ այդտեղ աշխատում են, կարան այդ գործով զբաղվեն։ Այսինքն իրանք մինչև ժամը 9, այսինքն մինչև ժամը 6-ը աշխատեն օրինակ ինչ-որ միտեղ, հետո 6-ից մինչև 8-ն զբաղվեն քաղաքականությամբ։ Կամ ասենք 6-ից մինչև 8 կուսակցության շինությամբ, 8-ից 10-ը Facebook-ում ստատուս գրես, մինչև 11-ը կոմենտների պատասխանես, աղոտ գնաց գործի, որ կանաս քո ապրուստը վաստակես, գաս այդ նույն բանով։ Չէ՞ թե այդ մարդիկ կարողանան 24 ժամ զբաղվեն այդ գործով, կարծում պոտենցիալ կլինի։ Իսկ Հայաստանում շատերը հենց այս երկուսն չունեն, բայց ասում են, այ որ փողը լիներ,
Էս է կլներ, չէ, որ փողը լինի, մեկը էլի ոչ ծրագիրն է լինելու, ոչ էլ այդ թիմն է լինելու։ Հիմա լիքը մարդ կա փող ունի, չէ, ասենք, լիքն են, ոչ ծրագիրն է, ոչ թիմ ունեն։ Ասում թիմը չեմ ասում, էլի բակի տեղեքին հավաքենք, դպրոցի տեղեքին զանգենք, ընդ ոչ մեր բարեկամներին ասենք թիմը կա։ Չէ, ամեն ուղղությամբ առնվազն մեկ մասնագետ պետք է ունենալ, որը իր շուրջ կհամախմբի այլ մարդկանց։ Անչափ շնորհակալություն պատասխանի համար։ Ամփոփենք այսօրվա հանդիպումը, շատ կարևոր թեմաներից խոսեցինք ու ոչ թե խոսեցինք այսօրեական թեմաներից, այլ շատ ռազմավարական կարևորություն ունեցող թեմաներից շատ խոսեցինք։ Անչափ շնորհակալ եմ հանդիպման պատրաստակամության համար Դավիթ ջան, որովհետև իսկապես կոմպետենտ մասնագետների հետ զրուցելը երևի լավագույն բանն է, որը կարա երիտասարդ ու հետագայի համար ցանկություններ տեսլական ունեցող երիտասարդներին մոտիվացնել։ Ես անչափ շնորհակալ եմ այս հանդիպման համար, անչափ արդյունավետ էր, անչափ բովանդակային էր։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Մերսի, ես եմ շնորհակալ, իրական որ չգիտեի հստակ ինչից պետք է խոսենք, մտքերն շատ խառն է, դա տարբեր ինչ մտքովս անցնում էր, որ ասենք թեմա ունենանք հստակ, օրինակ չգիտեմ, խոսանք ռեալիզմից, խոսանք կոնստրուկտիվիզմից, այդ միջազգային հարաբերություններ, խոսանք ԵՄ-ի, չին ասենք Ռուսաստան-Ամերիկա հարաբերություններ, չգիտեմ, Ուկրաինայի պատերազմ, հայ-ադրբեջանական հակամարտություն, բան, դա լի կոնկրետ է, ոնց որ հեշտ է, էլի, որ սենց ընդհանուր է, բարդ է, բայց ես որ մենակ երկու խնդրանք ունեմ, այն բանի հետ կապված, այդ գիտականի հետ կապված ինձ ասեցիք հարց ունեք, այդ հարցը հիմա չեք տալիս, հետարքիր է, էլի, ուզում իմանալ այդ ինչ հարց է։ Մանե ջան, Մանեն։ Հա, իհարկե, խոսքս ոչ միայն ուսանողական գիտական ընկերության մասին է, այլ նաև ուսանողական խորհրդի, ուզում եմ հասկանալ, եթե հատկապես կանոնադրության հաստատումից հետո անընդհատ ֆինանսավորում է ստացվում ռեկտորի կողմից, այլ ինչու՞մն է խնդիրը, որ կառույցները հիմնականում հակված են քաղաքականացված լինելուն, այն էլ որ երկուսն էլ։ Հա, քաղաքականացված, այսինքն ինչ նկատում ես, Մանջան։ Դե ամեն դեպքում ունեն քաղաքական հստակ տեսակետներ, իհարկե որոնք չեն պնդում, բայց ամեն դեպքում այդ տրամաբանությամբ աշխատում են։ Օրինակ գիտաժողովներ, չգիտեմ, հանդիպում, օրինակ երբ որ հանդիպումներ են ունենում Արցախի հետ կապ ունեցող որևէ բանից, վերևից հրաման է գալիս, որ այդ չլինի, բայց փորձում են դա անել, այսինքն ամեն դեպքում ինչ որ կամք ցույց են տալիս, էլի, ընդդեմ ռեկտորի կամ կառավարության։ Հա, ճիշտ է, հիմա կոնտեքստին մի քիչ լավ ճանաչեմ, երբեւում այնտեղ ռեկտորը ուխի այդ ինչ հարաբերությունների մեջ են, բան։ Վատ։ Հա։ Դե այդ ուսխորհուրդը հիմա չգիտեմ դեռ ովքեր են։ Իրանք հանրապետական կուսակցության բանով առաջած բանա, կառույց է։ Դեռ ժամանակին կար ուսանողներ տալող աշխատանքների բաժին, ոնց որ փակել են այս Մի ամիս է ինչ փակել են, հա։ Այդ ուսանողներ տալող աշխատանքների բաժնի բոլոր ղեկավարները հանրապետական, Միրան Հակոբյան, Դավիթ Հարապետյան, Վահագն Վահ եւ այլն։ Իրանք էլ ուսխորհրդի նախագահներին այսպես ասած դրել են։ Ուսխորհրդի նախագահներն իրանք մոտ աշխատել, մենք այդ հետազոտություն արել ենք։ Ափրան Դավիթը, Խաչիկյան Արմենը, Քարնա Ռաֆիկն, այդ Խաչիկն էլ Աբաջան, եթե չեն սխալվում, իրանք աշխատել են ուսանողներ տալող աշխատանքների բաժնում։ Համել եղել են ուսխորհրդի նախագահ։ Հիմա ինչ վերաբերվում է հա այդ ձևը պիտի փոխվի, այդ կառուցվածքը ինքը փակվի, եթե ուզում են շատ են սիրում, այդ ով որ հիմա կա, իրանք կարող գնան մի հատ ուսանողական կառույց բացեն, բայց իրանք քաղաքական իրանք գենոտիպի մեջ դրած է հանրապետական կուսակցություն։ Ռեկտորն էլ դե որ ԿՊ իշխանության կողմից այսպես նշանակված մարդը փոխվում է երկրի արտաքին քաղաքականությունը համահունչ մտնոլորտ ստեղծի Երևանի պետական համալսարան չի ստացվում, բայց սխալ է, ուսանողները ինչի ուզեն պետքա խոսան, այ որ այդ է էլի ցավալի է, որ ասում ես չգիտեմ ինչ ասեմ, էլի պրոստը չգիտեմ, եթե հիմա էլ տենց բաներ կա, էլ ինչից ենք ապշնում խոսում, էլի չգիտեմ ինչ ասեմ, չպիտի լինի,
Եթե նույնիսկ ուսուցողը սխալ է անում, իրանք իրավունք չունեն ասեն իրանք ինչից պիտի խոսան։ Ես գիտեմ իրանք ինչի են ուզում դրանից խոսան, որտեղ քաղաքական իրանք այդ ձև են մտածում, բայց իրանք ինչից ուզեն կարող խոսան։ Հասկանում, մեկ որտեղ է խնդրեմ, ինքը այդ համակարգը նենց է, որ ինքը միշտ խնդրեմ տա։ Իսկ եթե այդ մի քանի կազմակերպություն, հիմա թող մեկը գնա Արցախից խոսա, թող մեկը գնա խաղաղությունից խոսա, թող մեկը գնա շախմատից խոսա, մեկը ֆուտբոլից խոսա, ով ինչից ուզում է թող խոսա, այդ ռեկտորի գործը չի։ Քանի իրանք օրինակ ահաբեկչություն չեն պլանավորում, օրինակ հավաքում ենք 10 ռումբ, պայթացնում ենք այն դիմացի կաֆեն, որը կարող է ճիշտ էլ անեն այդ, այն որ ուժեղ ձեներ է հանում, ասենք։ Այդ մտե խնդիր չկա։ Իսկ դա գիտեք ինչին է, ասենք օրինակը ձեզ բերեմ, էլի, որ բանակում ասենք մա հիմարություն կար, հիմա չգիտեմ ոնց է, արգելվում էր հեռախոս ունենալ, բայց բոլորը ունեին հեռախոս։ Հիմա էլ այդպես։ Հա, արգելվում էր, բոլորը ունեին, ըստ ամեն մեկը ըստ իր ջոկով մերը վաշտով էր կազմակերպում, վաշտկար ըստ ջոկի էր պլանավորած, ասենք ամենից պահել ֆտեն ամ, 6-ից հետո խոսացած, ինչի երեք խոսացեք։ Հիմա ստե խնդրեմը գիտեք որն է, երբ որ դու համակարգի մեջ ունես սխալ բան, դու ուզած այդ մարդկանց կրավացնում ես իրար հետ։ Ես իած ասում եի, բան նախարարի մակարդակով ասել եմ, ասեմ դուք անիմաստ տեղը զինվորին սպայի հետ կրավացնում եք, ես հարցը չլուծելու, որտեղ դուք մի խնդրեմ կա, չեք ուզում այդ խնդրը, իրանց կրավացնում եք։ Հիմա ուխնում ռեկտորն է։ Անիմաստ տեղը իրանք գիտում են։ Իսկ հարցի լուծում են դիրներ, որ պետք է լիներ մի քանի ուսանական կազմակերպություն, ուզում է կազմակերպությունը Արցախից խոսա։ Դաժե կարող պլանավորի Արցախը հետ բերի։ Իրան ոչ մեկ ասենք իրավունք չունի ասել։ Իհարկե քանի չգիտեմ ասել, ասենք սահմանը հատեք կրակել, բայց դժվար տենց բաներում։ Ասենք, այդ է լուծումը, Մանու ջան, ու այդ հիմա ինչ որ կատարվում է, այդ շատ վատ է։ Ու այդ էլի խոսում են նրա մասին, որ մեր հեղափոխություն կոչվածը ուս խորհուրդը չկացավ փոխի ԵՊՀ-ին։ Շնորհակալություն։ Եթե այլ հարցեր կան, կարող եք։ Ահա, լսում եմ։ Կարո՞ղ եմ։ Կներեք իմ հարցը կապված է մեր ընտրությունների հետ, օրինակ ես մի տեսակ անարդար եմ համարում մեր փաստը, որ օրինակ մարդը կարող է շատ բարձր կրթություն, անընդհատ իր ներուժը դնի կրթության մեջ, լավ զարգացած մարդ լինի, ունենա լավ խելք ու ճիշտ ընտրություն կատարելու հնարավորություն, բայց իր ընտրության այդ մի ձայնը հավասարազոր լինի մեկի հետ, ով կրթության բառը ընդհանրապես գրել չգիտի, կամ մեկ ով իր ամբողջ կյանքը տվել է հայրենիքին, այդ գաղափարախոսության։ Հասկացա, Կարեն ջան, ուզում ես ասես ով որ լավ է սովորել, շատ է սովորել, ով ոչ մի բան չի սովորել, բայց իրանք երկուստ էլ մի ձայնի իրավունք ունեն։ Դե ոչ միայն կրթության, բայց ընդհանուր բովանդակային առումով Հա, խելոք է։ Բայց պիտի լիներ։ Հա, Կարեն ջան, այս ինչ որ ասում ես, բացում ես Ռոբերտ Դալ գիրքը, ժողովրդավարություն եւ նրա քննադատն է, Դիմակրատիա Իվո Կրիտիկի, ու կարդում ես այդ գիրքը, հետո հավաքվում եք ես ձեր խմբով ու դուք այս հարցին պատասխանում ես։ Հիմա եթե մենք ունենք այս հանդիպումը ավարտեցինք, դու այդ գիրքը չկարդացիր, այդ նշանակում է այդ շատ վատ է, այսպես ասած, sense է։ Եկեք հանդիպումից հետո դու ցանկը ուղարկի ինձ, ես ուղարկեմ չաթին։ Ես էսի դրա հետ բայց կապ չունի, ես արդեն ասացի կարող գրեք, Դեմոկրատիա եւ քրիտիկի Ռոբերտ Դալ։ Ես կուղարկեմ։ Հիմա հարցիդ պատասխան Կարեն ջան։ Կարեն ջան, համաշխարհային այսքան պատմության մեջ երբես չկա չափանիշ չափելու ով է խելոք, ով է ոչ խելոք։ Մենք չունենք այնպես գործիք, որ չափենք, ով է ավելի խելոք, ով է ավելի ոչ խելոք։ Չկա այնպես գործիք։ Դիպլոմ ունենալը, գնահատական ունենալը բավարար է, ասելու ես մեկից խելոք է, չէ, չկա։ Ունենք մենք ավելի լավ տարբերակ, քան այս ինչ որ օրինակ չափենք sense, օրինակ Կարեն ունի 5 ձեն, Մանեն 7, Կարծյան 10։ Չենք կարա։ Էսի դամա լավագույն լուծումն է, այն ինչ որ մենք հիմա ունենք։ Մեկ ձայն, որտեվ ամեն մարդ իրականում լինի ինչքան խելոք, հիմար կապ չունի։ Վերջի հաշվով ինքը պիտի իր համար որոշում կայացնի։
ինքը ինչ է ուզում։ Ոչ մեկ իրավունք չունի ուրիշի տեղը որոշելու։ Որտեղ այդ սահմանը Կարեն ջան չկա։ Մենք կգանք կհասնենք մի կետի, որ ես ու դու կորոշենք մնացածի համար։ Ասենք ամնախելոքը մենք ենք իրականում։ Իսկ պատմությունը ցույց է տվել այդ ժամանակ ինչ է լինում։ Ամենալավ տարբերակը դա համար այս ժողովրդական համակարգն է։ Հիմա ինքը կարող ամենալավը չի, բայց այնց լավն է չկա։ Դու եթե ինչ օրինակ կարաս բերես, չես կարա, չկա որտեղ։ Այն հարցը, որ դու տալիս, շատ լեգիտիմ հարց է։ Բայց այդ հարցի պատասխանը կա։ Այդ այնա, որ ամեն մարդ ինքն է որոշում իր համար որն է լավ, ես իրավունք չունեմ ուրիշի տեղը որոշելու, ու ոնց պետք է ունենք մեկ ձայն։ Այդ քո ասածը ուրիշ ձև է պոստը լուծվում։ Մենք կարող ընտրենք մարդկանց, ովքեր կարող են մեր տեղը որոշումներ կայացնել 4-5 տարով։ Այդ պատգամավորներն են, որոնք ընտրում են վարչապետը նշանակում է նախարարներ։ Մենք ձայն ենք տալիս իրանց, դրանք 4-5 տարի մեր տեղը որոշեն։ Ու մենք իրանց ձեն չենք տալի, որտեղ իրանք խելոք են, լավն են, սիրուն են, գեշ են։ Մենք ձեն ենք տալի, որտեղ իրանք կրթական կուսակցական ծրագիր են գրել, որ մենք հավանել ենք։ Մենք ուզում ենք իրանք այդ գործողությունները անեն։ Մենք ոչ թե իրանց ենք, մենք տալիս ենք ձայն իրանց ծրագրին։ Հիմա եթե ես ու դու կարողանանք այնպես ծրագիր գրենք, որ մնացածը մեզ ընտրեն, հա մենք կարծենք, որ ես ու դու ավելի շատ ենք այդ ուղղությամբ աշխատել, ավելի վիզ ենք դրել, ավելի շատ ենք կարդացել, մարդիկ եկան մեզ ընտրեն, մենք գնում ենք անենք։ Ու որ լավ չենք անում, դու պետք է ասես տեսություն, մենք ուրիշին ենք ուզում ընտրենք։ Բայց այդ գիրքը կարդակ տեսնես տոտալիտար համակարգերը կոլապսի է ենթարկվում, երբ որ մի մարդ, որ մի խումբ բան ուրիշների տեղը վաղ թե ուշ իրանք սկսում են իրանց համար իրանց համար հաղորդում են կառույց թանգարանները, ոչ թե տամեր թանգարանից փոխման իրանց համար են օգտագործում։ Դա ժողովրդավարությունը այդ մեկ ձենով շարժվելը ամենալավ տարբերակն է այսքան ժամանակ։ Ուրիշ տարբերակ հələ որ մարդկությունը չի հայտնաբերել։ Մնացածը տանում են կործանման։ Տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը վատ տեղեր են տանում։ Շնորհակալություն, այլ հարցեր կան։ Չեմ ձեռք բարձրացնել։ Կարծես թե չէ ու դե կարդացեք, գրեք, քաղաքական գործիչներին էլ բարդ հարցեր տվեք ու ձեր մեջ իրական ես օրինակ որ ձեր տեղն եմ, ես ժամանակին չեմ արել, հիմիկվանից արդեն ավելի կոնկրետ մասնագիտացումներ կորոշեմ։ Օրինակ միջազգային հարաբերությունները շատ ընդհանուր է։ Օրինակ դու կարող տարածաշրջան վերցնեք, Մերձավոր Արևելք, Ռուսաստան, որ դուք հենց Ռուսաստանի վրա եք կենտրոնում, ԵՄ, այսի տարածաշրջանային է, կարող վերցնեք օրինակ հետախուզություն, բայց օրինակ ինչ հետախուզություն, չէ՞, կարող լինի մարդկային հետախուզություն, կարող լինի հիմա Հայաստանը ասում են արբանյակներ ունի, չէ՞, կամ մենք արտաքին հետախուզական ծառայություն ունենք, չէ՞, փորձեք մասնագիտացումներ վերցնել ու այդ ուղղությամբ խորանալ, լեզու, որ գաք հասնեք միտեղ, օրինակ Հայաստանում լինեք լավագույն 5-ի մեջ։ Այդպես նպատակներ ձեր առաջ դրեք։ Լինել օրինակ լավագույն 5 ռուսագետների մեջ։ Հայաստանում չկա, օրինակ Ռուսաստանագետ չկա Հայաստանում, որտեղ այս էլ հարցեր տամ ու գնանք, օրինակ ինչի չկա, կարաք ասեք։ Անկեղծ լավ հարց է, պատասխան չունեմ ինքս։ Երբը մենք միջի մոտ այս ամբիոն չունենք։ Տեղի ունենանք, եթե ամբողջ ծրագիրը հենց ընդդեղից էլ գալիս է։ Ես այս մասի։ Հա, տենում եք։ Այդ որտեղ հիմա 2-3 տար ժողովրդական դա կարիքը լինելու է։ Մենք ուզենք չուզենք ինչ-որ ձև զարգանում ենք, որ եթե դուք ուզում եք մրցունակ լինեք, վերցրեք ձեզ մասնագիտացումներ։ Այդպես ես դեպքեր կուղարկեմ արփին, հուսով եմ կկարդաք, կքննարկեք, որ ինչ-որ հարցեր լինեն, Facebook-ով կարող գրեք կամ Instagram, Արսենի հետ օրինակ մենք ընկերներ ենք, որ ինչ-որ հարցեր բաներ լինեն, գրեք։ Հրաշալի, շնորհակալություն շատ-շատ, այսօրվա համար այսքանը։